Դեսպայի դրության վաճառքի Հայաստանում կա 1 միլիոն քառակուսի մետր անշարժ գույք, այս սարքած վկայականով ամեն ինչով։ Լորակառույցների մասին է խոսքը։ Երկրորդայինը չհաշվեց։ Երկրորդայինը հետը դաժե եթե հաշվես 1 միլիոն քառակուսի մետր դա 300,000 բնակիչ է։ Ես միշտ այս մեծ պրոյեկտներ որ տանում եմ, առաջի բանը որ մտքովս անցնում է, արդյոք գոյուղին հաշվել են։ Ֆուրը Մոսկվայից հասնում է Իջևան $2,000 միջինը, Իջևանից մինչև Ենոքավան 750,000 դրամ, մինչև Անիֆի ընդհանրապես հայտնվելը այնտեղ թաղած է մի 14-15 միլիոն դոլար է թաղած։ Այսինքն ձեր ոնց որ 20 տարվա ավել աշխատանքը, ներդրումները ամեն ինչի հիմա ռիսկի տակ է, որ լրիվ կարակ կորցնեք, հա։ Որ տեղափոխվում ես ինչ որ արդեն զարգացած երկիր, չես կարա գնաս լյուբոյ ունեցած տարածքը վարձով վերցնես, ասես ըստեղ անելու եմ կաֆե։ Ես այդ վաղտումից բաներն եմ հիշում են Eagle-եր են կոֆեները։ Հա։ Էդ էր կապուչինոն։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է Yell-Extreme Park-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը։ Տիգրանի հետ զրուցել ենք ապակա ռեզորտի ստեղծման մասին, պատմության մասին, Yell-Extreme Park-ի ստեղծման մասին, խոսել ենք ընկերության աճի, խոսել ենք ներդրումների մասին, Անիֆի հետ խնդիրների մասին, քրեական գործերի, սնանկության process-ի սկսելու եւ ընդհանրապես բիզնեսը ինչ խնդիրներ ունի այսօր եւ ոնց են պատրաստվում այդ ամեն ինչը հաղթահարեն։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդկասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Իսկ Rearrange-ը արդեն ինձ թվում է բոլորդ գիտեք, որ 5 տարեկան է։ Մեր առաջին միջոցառումը արդեն արել ենք անում, որը շատ լավ անցավ, շատ հետաքրքիր զրույցներ ունեցանք, լիքը հետաքրքիր նոր մարդկանց հետ ծանոթացանք, կարճ ասած շատ լավ ժամանակ անցկացրեցինք իրար հետ։ Իսկ Հայաստանում մայիսի 10-ին ունենալու ենք մեր ծննդյան տարեդարձի շարունակությունը։ Նշելու ենք մեր ծնունդը Հայաստանում։ Ունենալու ենք live podcast-ներ, դուք ինքներդ կկարողանաք մասնակցել այդ podcast-ներին եւ ձեր հարցերը տաք հյուրերին, կշփվենք, լավ ժամանակ կանցկացնենք, նենց որ մայիսի 10-ին կսպասեմ ձեզ մեր live podcast-ին։ Իսկ տոմսերը կարող եք գնել rearrange.am կայքից։ Դե ինչ, կտեսնվենք մայիսի 10-ին։ Գնացինք։ Տիգրան ո՞նց ես։ Ընտիր։ Հա։ Այո։ Արի գիտես ինչից սկսենք։ Արի սկսենք ընդհանրապես ոնց ապագան սկսվեց, ինչ փուլերով անցավ ու ոնց հասավ այն ինչ որ կա հիմա։ Ապագան սկսվեց ապագա ռեզորտը էլի, որ չգիտի։ Ապագա ռեզորտը եւ Ենոքավանի ծրագրերը։ Եվ ընդհանրապես Տավուշի մարզի ծրագրերը, որոնք այդ մոմենտին ոնց որ երկու ծրագիր էր պարալելնի իրականացվում, մեկը Դիլիջանում համայնքային կենտրոն սպորտ դպրոցի որպես յակրտնի պրոյեկտ, որը փաստացի ստեղծվեց եւ գործում է 2004 թվականից մինչեւ հիմա տարբեր ձևաչափերով այս վերջի տարիներում կոչվում է որպես Դիլիջան Gym եւ իր հոգին սիրտը եւ բանը Գարիկ Նաթովմասյան, որը ձեռի հետ է Սանիքսը դառը։ Հա։ Երևի թե այն քիչ քչերից է որպես successful case, որին կարելի է իրականացնել, ներկայացնել, որը իր կյանքը տվեց սպորտին, աշխատում է որպես ֆիզկուլտուրայի դասատու եւ ընդհանրապես սպորտի տարբեր ձևերով եւ միջոցառումներով եւ ոչ թե պրոստը գոյություն ունենում որպես ինչ-որ եկամուտի տեսանկյունից։ Այն կարող է ապրի, ինքը իր վրա աշխատի, ինքը իր երեխաների վրա ներդրումներ իրականացնի եւ այդ ամեն ինչով ինքը նաեւ կարող է համայնքից երեխաներին փողոցից եւ ինչ-որ տենց անհասկանալի տեղերից հանի բերի զալ եւ իրանց աշխատացնի։ Եվ պարալելին դրան գնում էր Ենոքանի ծրագիրը ու դա 2002-3-4 թվականների ոնց որ այդ ժամանակներ ոնց որ սա մտքերը հայրիկի մոտ առաջանում։ Այն առաջի փոքր
շինարարությունների process-ներին, ռեալ շինարարության process-ներին անցանք 2005 թվականին, երևի թե 20 տարի առաջ։ Մենք երբ էր ծանոթացանք, որ առաջին անգամ կանք Ենոք Հավան 2013 կամ 14, 13-ից 14-ին արդեն այն բաները դոմիկներ 13-ից 14-ին նոր տարին Չէ, դուք բավարար մենք հներից շատ հետաքրքիր ձևերով եք ակնկալում։ Իրականում սա տարիների ընթացքում ում էլ ճանաչում եմ։ Սաղ ճանաչում եմ Ենոք Հավանից, ես մարդկանց հետ ծանոթություն եւ հեռախոսից կոնտակտային տվյալները հայկական եւ ոչ հայկական մեծամասնությունը գալիս են։ Քո անոնիմ հեռախոսի մեջ միջով մի գրածա Տիգրան Ենոք Հավան։ Բայց դա ինչ է սկսվել էր որպես սոցիալական ծրագիր։ Այս ժամանակ թե social entrepreneurship տերմինոլոգիա չկար դեռ, հա։ Չէ, կար, պրոստը այդքան ակտիվ չէր կամ կար այն արդեն զարգացած երկրներում էր արդեն գնում որպես իդեա եւ ձևաչափ կգրաս համայնքների կյանք ապահովելու եւ դեպի համայնքներ ներդրումներ տանելու եւ այն բանը են կան, չէ՞, մարդիկ կան, որոնք իրանց անուն դրել են downshifter, որ հասնում են ինչ որ մի հատ կորպորատիվ կառավարման այդ բուրգի մեջ մինչեւ ինչ որ մի հատ սուպեր տնօրեն, մեկը որոշում են, որ ոչ չեն ուզում աշխատեն օֆիսային process-ների մեջ իրանց կյանքը ուզում են փոխեն, տեղափոխվում են ինչ որ մի հատ փոքր տեղ եւ փոքր կազմակերպություն անունը դնում են downshifting։ Հա։ Այդ չգիտեի։ Չէ, բայց նոր իմացա, որ ես եմ downshifter։ Բայց այդ downshifter-ները միշտ հոգով եւ սրտով բարի մարդիկ են։ Չէ, այս տերմինը չի լսել ճիշտն է։ Ապա սա իրական Ենոք Հավանը ինչ որ սկսվել էր, դա զուտ պապական Ենոք Հավանը պապական գյուղը, հա։ Այս ուրիշ լոգիկա որ գնանք Ենոք Հավանում ինչ որ մի բան սկսենք անել չի եղել։ Այդ տակը ոնց որ արդեն զուտ բիզնես valuation-ների համար եւ ներդրումներ ներգրավելու համար այդ հետո արդեն գնում հավաքում թե այս ինչ կետի համար իր լավ կողմերը կան նրա մեջ, որ ինքը գտնվում է Թիֆլիսի եւ Երևանի ճանապարհին մեջ տեղը, որ սա անտառ եւ այլն եւ այլն։ Բայց այդ առաջի կետը եւ իդեան թե ոնց այդ կետը հայտնվե, դա զուտ որ պապական գյուղ ցեղի պապիկի եւ տատիկի կողմից հայրիկի սա մեծերը անդեղի գերեզմաններում են եւ նամ պապիկներ մցրել այնց պինդ ավանդույթ որ չգրված ընտանեկանորեն հա որ շաբաթը մեկա թե երկու շաբաթը մեկա պիտի գնանք մեծերին հանգստարանում տենանք ծանոթացնենք եւ այլն տեղից է մենակ է շարժապահում քանի որ պապիկներ 60-ական 50-ական թվականներից Ենոք Հավանում չէր բնակվում այլ Դիլիջան էր բնակվում հա տենց ոնց որ սկսվեց այնտեղ ինչ որ մի հատ բան բզբզել փորձել աշխատատեղեր ապահովել եւ տուրիզմը այնտեղ հայտնվեց որպես յակրնի ոնց որ իդեա զուտ փորձել դրսից մարդկանց բերել Ենոք Հավան որ ցույց տալ որ կարմիր կանաչ գույնի շոր հագնելը դա նորմալ երևույթ է Մեր ոդկասթի գործընկեր Իտալ Սոլարն արդեն ունի իմ կարծիքով ամենաօգտակար պրոդուկտներից մեկը արևային մարկոսներ Ինչ է դա տալիս էներգետիկ անկախություն իսկ դա նշանակում է որ հոսանքազրկումները քեզ չեն սպառնում եւ դու ունենում ես լույս այն ժամանակ երբ ողջ տարածքը հոսանքազրկված է իսկ այդ մասին տեղեկանում ես հատուկ հավելվածի միջոցով որով ստանում ես ծանոցում որ արդեն անցել ես կուտակած էներգիան սպառելուն ավելի մանրամասն տեղեկության համար զանգարիր 8128 հեռախոսահամարով դե այս ժամանակ բանը այդ հազվադեպ տեղերից էր Հայաստանում որ տարբերվող միջավայրեր ուտեն ճաշակով սարքած էր մենք փաստացի մինչև 13 թվական աշխատել ենք որպես փակ ակումբ եւ Երևանից մարդկանց հրավիրում էին միայն արդեն այնտեղ եկած մարդիկ, որոնք կարող էին տան ռեկոմենդացիա եւ գարանտիա այս մարդու բավարարքի համար։ Եթե հիշենք 2000-ականների 5-ից 15-ը ընկած
ժամանակահատվածները Հա, հանգստանում էին շատ քչերը, որոնք դրուկ հանկարծակի էին։ Հայաստանում որոնց հատկապես, հա։ հանկարծակի էր հարստացել, այդ փողը ծախսելու ձևը չգիտեն եւ իրանց հանգստի կազմակերպելու ձևը չգիտեն։ Իսկ հայրիկը այդ ժամանակայինց էլ ասեց թե մենք ում ենք, հա, qualified customer։ Ով ա մեր Մենք ուզում ենք հաճախորդը, դա հա։ հապես տենանք, տեղից էր գնացել, որ այստեղ ընտանեկան հանգստի տեղ է եւ 2000-ականների սկզբին ընտանեկան հանգիստ հասկացողությունը ընդհանրապես ով էր բանում անցալում։ Սա օբյեկտները ռեստորանային դա բուտկեք էր, որ տղեկով հավաքվես սուսպուս մարդ չլսի ոնց ես խոսում, ինչ ես խոսում։ Ընտանիքով ռեստորաններ գնալու միջավայրը Հայաստանում սկսեց հայտնվելը 2010 թվականների նոր կողմերը։ Կասկադում կաֆեների քանակությունը քանակական ավելացան 12 թիվ։ Հա, երևի։ 2010-ից հետո Մենք Կարինեի հետ որ Մոսկվայից տեղափոխվեցինք արդեն որպես նոր ընտանիք տեղափոխվեցինք Հայաստան 2013 թվականին։ Սա հանրապետությունում կապուչինո ապարատից տալիս էին մենակ 5 աստղանի հյուրանոցների այդ մոմենտին 2 հատ Golden Tulip Marriott։ Հա, Մեկ էլ մոկա չէր։ Կասկադի մի հատ կաֆե կար է, Մոյկի կողքի։ Որ հիմա կոֆե շոփը։ Մեկ էլ coffee house։ Այն մնացած տեղերը տալիս են ասում են կապուչինո, բերում են три в одном, մեկ է պակետիկը բան են բերում, ասում են դե կապուչինո։ Ես այդ վաղտմած բաներն եմ հիշում ես Eagle-եր են կոֆեները։ Հա։ Էդ էր կապուչինո։ Սենց վրան արծիվ նկարած։ Սովորական հայկական կոֆեի արժեքն 50 դրամ էր։ Ես 2006-ից 2005-ից 6-ը Մարիոտում եմ աշխատել։ Այնտեղ գիտես այն ժամանակ կապուչինոն ինչքան էր 2006 թվին է, այտենց չլսված գիներ էլի 1300 դրամ։ Չէ, դա ամերիկանոներ դեդ կարգին։ Ես միջև մի հետ հիշում եմ, որտեղ առաջի անգամ որ մենյուն ծանոթացա Մարիոտի կաֆեի, այնց շոկի մեջ էի 2006 թվին այնտեղի կապուչինոն արժեր 2400 դրամ։ Այսօրվա կենտրոնի գինա, բայց 20 տարի առաջ էլի։ Բայց կայուն թիվը պահում են։ Հա։ Չկա ինֆլյացիա։ Այդտեղ շուտմանից չեմ եղել, չեմ կարող ասեմ ինչ գնա։ Այդ թվականներին Երևանից մինչև Դիլիջան հասնելը տևում էր 4 ժամ եւ մի 2 պակրիշ կա։ Հա, ու նաեւ Դիլիջանից ձեր մոտ բարձրանալն էլ շատ դժվար է, հիշում եմ։ Դիլիջանից մեր մոտ նկարներ կարամ հետո քեզ ուղարկեմ։ Այն նորը պրոստը պապան տենց արխիվ հրապարակեց մի հատ, մեր ընտանեկան տենց բանի մեջ։ Այն Վիլիսով Կալեյայով բարձանում ենք գյուղից միջև ապագա։ Հա։ Տրասից միջև Ենոքավան ճանապարհ գոյություններ, գյուղի մեջի ճամփենել, սենց մի հատ V-աբրազ սելավատր էր դարը, հա, մեջտեղը։ Ձեր ընտանիքը որ ամեն ինչ սկսեց ոնց որ շատ քիչ մարդ էր, չէ՞, հավատում որ կարային կստացվի ու ոչ մեկ չէր հավատում։ Այկոնիկ տեղ դառնա։ Իրականում papan որ նոր տենց այդ մտքերը բան արեց, փոքր քուրս ծնվեց 2002 թվին երևի մաշան ծնվեց, չնեղանային վրա։ Հիմա դուրսնա չէ սորում մաշան։ Հա? Դուրսնա չէ սորում։ Բարսելոնա, բայց այս տարի ավարտում Հա։ 2002 թվականին ձմեռը Ավստրիա հանգստանում էինք դահուկ էինք քշեմ։ Այնտեղ ոնց որ իրիկունը քաղաքը մանգալուց տենց մաշան տեսավ ձի։ Դե բա ձի եմ ուզում։ Դե մի տարեկան կար արդեն տարու կեսական էր խոսում էր արդեն։ Ու papan թե բա ձի, բա Ենոքավան կկլասենա բան ենք անում, ձիեր վերցնենք տենց հոմենակ չես քշելու այդ ձին։ Դու տենց դարավ 40 ձի։ Հիմա քանիսա։ Հիմա ձմեռը վինուրդի մի քանի ձյուն ծախեցինք։ Մի քանից չէ 10 քանի հազի ծախեցինք։ Հա 29։ Հիմա մնացել է մի 15 ձի, բայց մեկը վերականգնվել են։ Հա։ Հա, հաստատ կվերականգնվի, չեմ կասկածում։ Իսկ այդ սկզբնական փուլը ֆինանսավորում էր զուտ ձեր կողմից։ Հայրիկի աշխատավարձով ինքն այն ժամանակ պրոստը շվեյցարական կազմակերպության SNG-ում ներկայացուցիչներ եւ կողքից էլ բիզնես ուներ բժշկական Սարքավորումներով զբաղվող եւ այդտեղի եկամուտներով ոնց որ
կամ պրոստը լավ կյանք Շվեյցարիա, Ռուսաստան, բայց դա չէ փոխարեն սկսվեց Ենոքավան Պրոյեկտը, հա։ Դա ավելի շատ որ ոչ ես, ոչ Գայանեն հայերեն մարդավարի չենք խոսում արդեն, որ մենակ Իջևանի акցենտով, ու դե լիքը բառեր մոռացել էին։ Որ տատիկ պապիկի մոտ էին գալի ամառները Լիլի ջան, այդ ոնց որ կապը պնդասնելու համար, քանի մեծանում ենք, այդքան անհետաքրքիր էր դառնում գալ Լիլի ջան։ Որտեղ արդեն ընդ էի կապում։ Չէ, արդեն պրոստը որ մեծանում ես, արդեն քո մոտ հետաքրքրություններն ա փոխվում, հա, Լիլի ջան գալը 15 տարեկանում, դա այն որ տանջանք էր ամառվա ներկայաս։ Անելու բան չկար, չէ։ Այդտեղից առաջացավ առաջի ծրագիրը Լիլի ջանը որպես ընտանեկան ակումբ, դաշտ, դες պրոստը սեղան թենիսի հանեցինք Հայատում, լամպուշկա կախեցինք, այդ մի հատ լույսն էր սաղ Լիլի ջան քաղաքում, այդ լույսի վրա ժողովուրդը հավաքվեց։ Հա։ Ու որ փուլից սկսեցիք արդեն ներդրողներ գրավեք։ Արդեն ելը ստեղծելուց թե մի հատ առանձին մի հատ կտոր պատմություն է այդ ամեն ինչի մեջ, ամեն ուրբաթ Հարիկը ընկերների հետ բիլիարդ էր խաղում։ Ու այդ բիլիարդ խաղացող ուսովկեն կներես էլի տիկ ով որ չգիտի Ձյաձ Արտակի հետ ես ոդկաստ ունեմ մեր ամենաառաջի ոդկաստներից հա Արտակ Չիբուխյան կարակ հետ գնանք այդ ոդկաստն նայեք հա այդտեղ մի կտոր կկրաս ոնց որ դրա մասին կկրաս խոսացել եք բայց այդ մի դրվագն է որ ոնց որ պատմությունից հանած է պապային որ խաղում էին բիլիարդ ընկերների հետ տենց միտք պապանը կիսում էր իր մտքերը որ ես Ենոքավան sense բան եմ անում 12 հատ կոտեջի թիվը քանակությունը թվերի առաջացել է այդ ընկերների հետ բանակցությունների եւ խոսալու ընթացքում Չիբուխյան ջան դու սկսի մարդը մի հատ տուն հետո կառնեն քեզան հա Սամոսաբոյ տները կառուցվեցին եւ ֆիզիկապես ավարտվեցին 2008 9 թվականի 14 հատ կոտեջ էր չէ 12 հատ կոտեջային շենքը որ ժամանակ այդ 12 հատ կոտեջային շենքը որ ավարտվեցին այդ 2009 թվականն է այդ ժամանակ էլ չէր արդեն ոչ մեկ հավատում որ ընդհանրապես այս թեմա вообще Ենոքավան տուրիստական տրաֆիկ կլինի սեզոնության հարց գոյություն ունի մեկ ասանելիության հարց գոյություն ունի ու այդ qualified customer որ պապան բաներան որ ընտանիք դա զուտ то есть կարար business wise լոգիկա լիներ հա ոնց որ վերցնես այդ բեսեդկա մեսեդկա վիճակը հավաքես մի հատ է շեստ ընդեղ տնգես ասես տղեկով բրաբուսներով եկեք գուլատարեք բայց դա լինելու է կարճաժամկետ ինչ որ մի հատ զուտ ֆինանսական ինչ որ մի հատ այնց կարող է փող աշխատվեր կարող է չաշխատվեր չէ փող կաշխատեի այդ ժամանակ ֆորմատը լավ աշխատում էր բայց երկարաժամկետ դա չէր բերելու այն նպատակին որի համար այդ ամեն ինչը սկսվել էր որ Ենոքավան որպես համայնք սկսի զարգանալ ոչ թե որպես տարածք այսքան 1000 քառակուսի մետր հողակտոր ավարչական տարածքը Ենոքավանի այլ տեղում բնակիչների կային անտենան որ կա ապագա չքաղաքականացնել այդ մի բան որ հնարավոր է սա ապագա բառը տեղից էր գալի որ ապագայում այստեղ էս ալինելու ապագայում այստեղ այն ալինելու դրա համար դրեցի կանոն ապագա այդտեղից է մենակ առաջացել ուրիշ բան չկար այն հետո արդեն որ IT IT-ին սկսեց զարգանալ ասացինք դե պրինցիպի սրա հետ էլ համահունչ կարանք IT-fication էլ անենք այս եւ իր նպատակին ինքը տեխնիկապես կարեցավ հասնի Ենոքավանը 460 բնակիչ ուներ 91 թվականին 2009 թվականի դրության 560 փաստացի բնակվող մարդ կար եւ 3 հատ տուն կար չբնակեցված որ քոչել էին հա տենց զբաղված ասինքն գյուղի քանակությունը աճել է գյուղի փաստացի բնակվողների քանակությունը այն մոմենտին իսկ ապագայի պատճառով հա որտեղ մարդիկ ամանում էին ու աշխատում էին շարժ սկսվեց սա սկսեցին ինչ որ հավատալ որ ինչ որ մի հատ լավ process է տեղի ունենում չոտքի այն ժամանակ էլ չէր քիչ փող ծախսվում այդ անիմաստ մի կողմից անիմաստ շինարարությունների վրա որ Ենոքավանում լիքը պատբորնի այդ ոնց որ հա միտքը տակադրվում էր որ սա թենիսի կորտ է եւ այլն բայց տեխնիկապես զուտ միջև վերջնական նախագծեր ունենալու եւ հասկանալու թե ինչ է այստեղ հավաքվում զուտ որ աշխատատեղը լինի եւ մարդիկ վաստակեն գումարներ բայց ինչ որ մի գործ անելու համար ոչ թե պարկով փոխտու թաղում ունեն պարկով փոխտու հարսանիք ունեն բանակի քեֆ ունեն եւ այլ
մեզ ազգովի սաղին սակեց ծույլիկ այդ նպաստ ստանալու process-ները, հա, շատ լարացում ես փողը ստանում ես։ Ոչ թե աշխատում ես փողը ստանում ես։ Այդ պսիխոլոգիան փոխելու խնդիր էր եւ տուրիստը արտաքինից եկած դա ու մտնոլորտը ստեղծելու պահը հենց դրա մեջ էր, որ կայնած ցույց տաս, որ հեսա մարդ ապրում է խոսքի Մոսկվա, գա եւ կայնա ստեղծվի միջավար եւ ինչ որ մի հատ միջոցառում, որ այս դրսի մարդը կայնա լոկալի հետ շփում ունենա եւ կայնա կիսվի իր մտքերով, իր գաղափարներով, խոսամ բալետից, կինոից, ֆուտբոլից եւ այլն։ Հա, ու ստեղ ոնց որ երկու վարիանտ է, հա, ոնց որ կամ այս ոչ այդքան շատ կրթություն ստացած եւ քիչ энциклопедических знаний, да, այդքան շատ չունեցող անznավորությունը կամ պետքա փորձի սկսի փնտրտուքներ ան իր ուղղի մեջ փորձի հասկանալ, ինչի մասին է այդ մարդը խոսում, որտեղ ինքը զրույցի ընթացքում պալիբոմ ասել է հա, բայց ինչ-որ բան կարող է հետաքրքրի, կարող է հետաքրի գնա այդ ինֆորմացիան փորձի փնտրի։ Կամ էլ էս խելոք եկած մարդը, որը խիա խելոք, որտեղ փողը ծախսել է, 4.5 ժամ տերակատ ճամփով եկել հասել է, ինքը շուտիկի արդեն հանգստացել է Հինգաստանի հյուրանոցներում, արդեն ֆրանսիա Եվրոպաներում եւ իր ենոքավան գալու decision making-ը գալիս էր պիտի գար ու գալիս է հույսով մինչև հիմա է, որ փոփոխություններ կան այս վերջ մի քանի տարվա ընթացքում, հենց այդ տրաֆիկի տեսանկյունից, բայց ինքը պիտի գար իր երեխային եւ իր բարեկամներին եւ ընտանիքով այս գյուղն է, գյուղում այն որ մենք Մոսկվա գնում ենք սուպերմարկետ եւ տեն մենք կաթը պակետի մեջ սուպերմարկետում դրած է, ըստ գույությունի մի հատ process կովա դնում է արածում է իրան խոտ են տալի արածը 5-ին իրան կթում են այս կաթը որ առաջ անգամ նոր կթել են դա հəլամ այն կաթը չի որ պոլկի վրա է, ըստ գույությունի պաստերիզացիա եւ այլն այդ agriculture գյուղատնտեսական туриզմ, հա լոգիկան էր եւ ակնհայտ որ այդ մարդը ունի նորմալ եկամուտներ, որ իր համար դա ոնց որ հիմա կասեին ոնց բան չէ, էքսկլյուզիվ եւ նեստանդարտный туризм։ Հա։ Հասկացա։ Իսկ որ պահից որոշեցիք, որ ուզում եք մեծանալ։ Ես հիշում եմ այն ժամանակ խոսում էր, որ չգիտեմ, management համակարգերն ես ուզում փոխես, կառավարման համակարգերն ես ուզում փոխես, ներդրումներ սկսես բերես։ Մինչև 2009-10 թվականներ դա զուտ Մոսկվա բնակում ենք մինչև 2009 թվական։ Ծնողներս Մոսկվային, ես 2007 թվականին ինստիտուտից դուրս եկա, բժշկականից եկա Դիլիջան։ Դու բժշկական ես սովորել։ Առաջի կրթությունս Սկոլկովը չէ՞ ավարտը։ Սկոլկովան դա արդեն հետո է եղել։ Հա։ Բայց առաջի Հաչնաց Սկոլկովան ինքը մագիստրատուրա էր, չէ՞։ Չգիտեմ ինձ MBA вообще ոչ մագիստրատուրա, ինչը։ MBA մագիստրատուրա, հա։ Երկրորդ կրթություն։ Ну, в общем, երկրորդ կրթությունն Սկոլկովա առաջինը եղել է բժշկական։ Բայց 5-րդ կուրսից դուրս եկա, որտեղ չի կարելի լինել վատ բժիշկ։ Ենոք Դիլիջան եւ Ենոք Հավանել արդեն ինչ-որ ծրագրերի հետ այս բաներ անում, հետաքրքիր էին դառնում։ Պապան շաբաթը մեկ դնում գալիս էր։ Տենց ոնց որ մի օր եկա ասեցի, որ չեմ ուզում գնամ սովորեմ ինստիտուտ, ուզում եմ դուրս գամ եւ գնում եմ Ենոք Հավան։ 2006 թվականի դեկտեմբերին եկա Հայաստան։ 7-8 թվականներին ըստեղի 9 թվականին ըստեղի 9 թվականին ընդունվեցի Սկոլկովա։ Հա։ Եվ մինչև այդ մի process-ը, որ շինարարություններ գնում, ըստեղ ոնց որ զուտ պապան ուզում էր դա հենց ինչ որ մի բան արվում էր։ Ըստեղ սենց շինատներ լինեն, ըստեղ այգին լինի, հիմնվի եւ հոնի այգին առաջի Ենոքավան առաջի ծրագիրը հոնու այգու ծրագիրն էր եղել, որ ցույց տվեցվի, որ քանի որ առաջի բերքը տալիս է 25 տարի անց եւ անցած տարի վերջապես բերք տվեց։ Հա, աշտները լույս։ Որ այս ամեն ինչի երկարաժամկետ process-ներ է ըստեղ իրենց ներկայացնում։ 10 տարվա պլանիրովանիա չի կամ 5 տարվա բիզնես պլանի պլանիրովանիա չի։
Իսկ դրան որպես արդեն փորձել բիզնեսի վերածել եւ այլն, պրոցեսները սկսվեց արդեն գնացի Սկոլկովի հետ եկա 13-14 թվականներին։ MBA գնացիր են անգլերեն լավ բառեր Այլ մի ասա, սովորեցիր։ որ սա լիքը Corporate governance, հայկական իրականություն, որ բան ոչ մի բան չի հասկանում, տարբեր տերմինոլոգիայով ես խոսում։ Այդ բանը ամերիկյան համալսարան ավարտելուց հետո էլ է այդ սինդրոմը լինում։ Ես էլ եմ դրա մեջով անցել։ Չէ, դե Իսլամ Սկոլկովի մեջ էլ լավ մի հատ էլ MIT Sloan Business School եմ ավարտել։ Մարտիկ Եկար ասիր դուք սաղ սխալ եկան։ Մարտիկ գնել Fletcher 2 շաբաթանոց ծրագիր են անում։ Հիմա պրոստը իմ Սկոլկովի MBA մեջ է։ Սկոլկովը ընդունել էի Ռուբեն Վարդանյանի կենոքական 2009 թվականին ժամանակ Տոշներ Անանյան կներեք Ռուբենի տուրիստական ընկերությունով էր ծոր զբաղվում Յանց մոտ ամառը Անտոնիկով հանգիստ էր, տենց եկել են հասել կենոքական, տենց անցացել են ու ինքը պատմեց որ տիպը մենք սենց դպրոց ենք բացում եւ այլն 2009 թվականի ամռանը Մարիոտում այդ Սկոլկովի պրեզենտացիաներ հրավիրեցին գնացի սիրուն խոսացին հավատացի ասեցի լավ դե գոնե մի հատ ձևի համար ամոթա չփորձել ընդունել փորձեցի քննությունները հանձնեմ օգոստոսին ստացա հրավեր ու հետ եկար ոնց որ արդեն որոշեցիք որ ռեստրուկտուրիզացիան եք բիզնեսը պրոցեսինգը բացատրեցին ավելի շատ ոնց որ լիքը բանից ոնց որ տեղյակ ես MBA ինչ անում լիքը բանից տեղյակ ես բայց սիստեմատիկան իրա ոնց որ տենց իրա փոխկապակցությունը այդ ամեն ինչի այդքան շատ չես ընկալում MBA հենց էտա քեզ տալի ոնց որ մարքեթինգի, սեյլզի, corporate finance-ի ստրուկտուրան հենց հավաքագրելու մասին ավելի շատ խոսք գնում 13-14 թվականին տենց ապագայի շուրջ ֆոտոտելով եւ մեծ կապիտալ ներդրման տակ մտնելու արդեն անհնարինությունները այդ երկրորդ փուլը ոնց որ ախտարելու համար հրավիրեց սկսեցի Yellextreme Park-ը առանձին որպես ծրագիր եւ Yellextreme Park-ը զուտ ներդրումային ներգրավվածություն, հա, տարածքի ապահովելու համար ոնց որ խնդիրը դրած էր, խնդիրը դրել էի որ investment success story ցույց տվեցվի եւ այդ track-ը կայանում ցույց տամ որ angel investor-ը մտնում է տեսեք ներդրում են արել ստացվել է մարդը ներդրում է կատարել եւ մարդը exit-ի պայման ունի կամ չունի exit-ի պայման ինչ որ տարբեր ձևաչափերով ներդրում են կատարում է եւ ոչ թե cash flow-ի հիմնան վրա իր եկամուտների տոկում ապահովում մարդը փայը արավ հետո թանկով ծախեց կոպիտ ասես ծախեց ու մենք հասել էինք ելով մեր առաջի angel investment-ը եղել է Միրաքյանի կողմից վարը փոքր առաջի ներդրումը առաջի փոքր $5,000 մասն էր խոսում բայց հետո դուք բան արեցիք չէ crowdfunding արեցիք որ լիքը մարդիկ սկսեց փոխել մինչև crowdfunding մենք արեցինք angel Միրաքյանները եւ Marog Marketing-ը որպես համահիմնադիր եւ մարքեթինգային ծառայությունների տեսքով որ մտնեն եւ եթե այդտեղից այդ որ առաջի մեջ շեշտը դրեցի եւ դրա համար 25% ստարտափի մեջ մասնաբաժին տվեցվեց այդտեղ շատ է հա որտեվ մագջան կներես անգահությունը բաց բան է ապերս դե խնդիրը ինչ մեր կրանում ոնց որ դե Մարոգը մեր գործընկերներն են իրանք շատ լավ ընկերներ են ոչ մեկ չի հավատում то есть ու ասում ես անում եմ մի հատ ծրագիր որը zipline բառ ես ասում ոչ մեկ չի հասկանում ինչի մասն է խոսք գնամ մենք տրոս ենք քաշում սարից սար հետո վերով թռնենք այդտեղ խոսում ենք այն ժամանակահատվածը որ սաղ ասում են տիպը գնանք ռեստորանում հաց ուտենք Սևան ափին պարկենք տաքանանք ու խմենք Սեմոյի մոտ դու ասում ես հա գնանք ակտիվ տանջվենք եւ դրա համար մի հատ է ասենք որ փող ենք վերցնելու իսկ սա էս վերջ այդ սպորտային իվենթը ոնց անցավ Անտիր երկրորդ անգամի համար արդեն 150-ից ավել մասնակիցություն ենք դες լավ հետ գնանք թեմային
ու արդեն Մարոգի հետ մենք 16 թվականին արեցինք երկրորդ ռաունդ, Վահրամանց Մաշնաբազինը առան իրանք դրա վրա, то есть $5,000 մտել են, 6 ամիս հետո 12500-ով դուրս են եկել։ Դա լավ էքսիտ է։ Տոկոսային տեսանկյունից։ Տոկոսայինով հա։ Խնդիր է։ Բայց absolute թիվը որպես ներդրում է ժամանակ էլ էր դա $50,000-ին համարժեք $5,000 էր իրենց ներկայացնում։ Եվ երրորդ ռաունդով էլ արդեն մեզ միացավ Ամուր Ավակյան Ջինոս Եփարտոսի։ Որպես smart money ավելի շատ։ Angel, serial investor։ Ամուրը Ամերիկա է, հիմա։ Հիմա Ամերիկա է։ Մի երկու ամիս առաջ եմ տեսել, ասած գնալու է։ Չէ, շուտ էր գնացինք նոմերին է գնաց։ Արդեն ես պարավում եմ ժամանակը լավ չեմ անցալու։ Բայց Ամուրը լիքը բան կայացավ եւ անկալի եւ ստրուկտուրավորի եւ հետագա ելի ուղղություններ, ոնց որ ռազմիկեքը զարգացման կայացան բանը։ Այն որ մենք անում էինք ոնց որ առաջի product որպես zipline 2.5 տարի 3 տարի բացատրում ենք zipline-ը ինչ է ինձ ներկայացնեմ, փաստաբանների իրավաբաններով թե բա գնանք գրանցենք zipline-ը որպես մտավոր սեփականություն եւ այլն, ասում եմ Ժորժան, ինչքան շատ zipline, ինչքան սաղից տարած է։ Մենակով չենք աշխատելու բացատրելու որ սենց հանգիստ կարող լինի եւ այլն։ Որ ինքը պարկա ու բրենդինգը ելեք որպես umbrella, այդ Մարոգի լրիվ աշխատանքն է որ հիմա լույս ծառայություն մեջ մտցնելով ինքը հանգիստ կարող է կոմունիկացիան իր շարունակական գնա։ Դե ի սկզբանե ել Extreme Park դրեցիք, ասինքն ենթադրում էր որ մեջ ուրիշ ծառայություններ առնելու բացի zipline-ից։ Դե իդեա կանում է ընդհանուր նրանով որ մարդը Հայաստան գալիս ասում ուզում եմ մի շարժ բան անեմ։ Հա։ Կարող է հենց է Google անի, հա, տիպը I want to do some շաշ։ Իրան մի անգամից տալիս է քարտեզ մինչև Ենոքավը։ Հա։ Ոնց որ այդ մի փուլերը չստացվեց մինչև որ ճիշտ իրականացնելու մինչ հլավոր, բայց Armenian եմ Sky Club-ի Սարգսյան պարապլանով են որ չգիտեմ 2 տարի վրան տանջվեցի մինչև կայացա համոզեմ որ մեր պերեպադները պարապլանի համար լավ են, արի գնանք Ենոքավան պարապլան անենք Նայրին Պարաշուտը, հա։ Skyball-ի փորձեն գնանք թռնենք, այնտեղ պրոստը սկսեց բացատրել ռեալ։ Կստացի ես այդ սաղ բրենդերը մի որ ասեցիր, սաղին ճանաչել եմ չերես ել Extreme Park։ Մենք սաղի հետ էլ գնացինք 16 թվականին, 17 թվականին Արցախում Արցախ Airfest արեցինք։ 17, 18, 19 թվականներին 3 տարի իրար վրա կայացանք այնտեղ երկրորդ տարուց արդեն սկսեցինք ինքնաթիռները տանել այնտեղ։ Ոբշեմ շատ լավ հետաքրքիր տարիներն է 19 թվականը որպես ապոգեյ ամեն ինչի։ Հետո ոնց եղավ, հետո ինչ եղավ։ Դե հետո արդեն հասել էինք մի փուլի որ տրաֆիկը կայացան կապացուցենք որ կա եւ չմոռանալով ընդհանրապես խինք այնտեղ որպես նույն այդ Yell Extreme Park-ով ավելի թույն եւ գրավիչ տարածքներ գոյություն է որ կարելի է գնալ անել։ Խոսք երևի թե լիքը մարդկանց մոտ այս վերջերս Դաղստանից ռիլսեր ա գալի Դաղստանի zipline-ի այն լոդկեքով քշելու եւ այլն։ Դե հենց գաղափարոց որպես տիպ անենք zipline, rock jumping եւ այլն ավելի գրավիչ տարածքներ կան նաեւ Հայաստանում։ Բայց այդ ամեն ինչ արվում էր որ գնանք տրաֆիկ ապահովենք դեպի Ենոքավան, որը արդեն պետք է բերեր նրան եւ պատասխաներ մասսայական туриզմի բաղով թե ինչով զբաղացնել մարդկանց գոնե 3 գիշեր։ Այսինքն նպատակները ապագայում Ենոքավան գյուղում մարդուն 3 գիշեր պահել։ Եվ խոսքը գնում է արդեն ոչ միայն ապագայի մասին, ապագան որպես յակրնի պրոյեկտը ինքը իր գործը կոպիտ ասած արել է։ Ինքը ասաց այո, կարելի է կառուցել հյուրանոցներ, այո, կարելի է ծախսել 1 միլիոնից ավել գումարներ դոլարի մաս։ կապիտալ, հա, կապիտալ ներդրումներ անել համար։ Եվ այդտեղից արդեն գնաց, հա, անշարժ գույքի հողերի արժեքների բարձրացում եւ այլն եւ այլն։ Դրան արդեն որ մենակով էլ չես կարող դա անես եւ կարիք առաջանում պետության հետ համագործակցելու։ Պետությունը ունի երկու գործիքակազմ ըստ
բյուրոկրատիայի, որը պետություն է կոչվում։ Ինքը տեխնիկապես պետք է ունենա երկու հատ գործիքակարգ, մեկը հարկային օրենսգիրքն է, մեկը քաղաքաշինության կանոնադրությունն է։ Այդ երկու ինստրումենտով պետությունը պետք է իր գործարար միջավայրի ժողովրդի հետ, գործարարները ոչ թե ինվեստորի հետ են որ գալիս արդեն փող ունեմ ինչ անեմ հետը, այլ ստեղծագործողի հետ միտքը նկարողի իր վիժնը բիզնես պլանի գծողի սահմանափակումները դա քաղաքաշինության կանոնադրությունն է, որ նույն Եվրոպա, Ամերիկա էս վերջերս մարդիկ արդեն սկսել են, չէ, փորձել եւ գնալ Լյումեննա, Արտուր, Ամերիկա կաֆե բացում, որ տեղափոխվում ես ինչ որ արդեն զարգացած երկիր, չես կարող գնաս լյուբոյ ունեցած տարածքը վարձով վերցնես, ասես ըստեղ անելու եմ կաֆե։ Ինքը կաֆեի նպատակի նշանակություն պետք է ունենա։ Քաղաքի game plan կա։ Եվ զարգացումը այս կամ այն փողոցի, то есть կլաստերնի էֆեկտների հետևողը դա հենց քաղաքաշինությունով է արվում, որտեղ եթե դու անում ես ռեստորանների փողոց, դրան համապատասխան պետքա ջուր, կոյուղի հոսանք ունենաս եւ այլն, որ սահմանափակված է ըստ նրա թե Հռոմում խոսքի օրինակ այս փողոցով չեն կարող անցկացնենք այսքան գազ, այսքան կոյուղի, քանի որ տակը եկա պատմական շերտեր գոյություն ունի, դրա համար այս փողոցում կաֆեներ չկա։ Մեր մոտ Սարյան փողոցը առաջացավ, որտեվ Ինվինոն որոշեց, որ կարելի է մարդկանց սովորացնել արաղի փոխարեն գինի խմել, քեյսը աշխատեց, կողք սկսեց կրկնել Նարդոս փողոցը։ Շինամոնտաժը մեկը բացեց, յուղ փոխելու կետը բացեց, հիմա յուղ փոխելու համար գնում ենք այնտեղ։ Էդ էլ է ձևաչափը, բայց դա երկարաժամկետ եւ կայուն զարգացման մասին չի խոսք գնում։ Դա ոնց որ այն էֆեկտը, որ հիմա ունենալու ենք այս անշարժ գույքի եւ development տիպով Երևանում, այն կրիզիսը, որը սաղից սպասվում է եւ հույս ունենք մենակ կենտրոնական բանկի վրա, որ դրաման գոնե կայուն կպահի։ Հատու այն վատատեսները սես շուկայի հետ կապված անշարժ գույքի։ Ես մի հալ կա։ Թե ռեալիստ։ Ապա չէ, ռեալիստ։ Այս պայդության վաճառքի Հայաստանում կա 1 միլիոն քառակուսի մետր անշարժ գույք։ Հենց հիմա 1 միլիոն քառակուսի մետր։ Այս պայդության արդեն վաճառքի, то есть սարքած վկայականով ամեն ինչով։ Նորակառույցների մասն է խոսքը։ Երկրորդայինը չհաշվեց։ Չնայած երկրորդայինը հետը դաժե եթե հաշվես ապեր։ 1 միլիոն քառակուսի մետր դա 300,000 բնակիչ է։ Դե սարակ երեխեք կունենանք։ Չհաշված է ինչ որ լավ որ չավարտված չի։ Դա արդեն գները անգնում են ու սաղ սպասում են որ հեսա օրերը կտա քանա արևը դուրս կգա եւ մարդիկ կսկսեն գնելը։ Այդ մարդիկ էլ արդեն չկան որ ուզում են գնել։ 15% եկամտաբերություն անշարժ գույքի մեջ ապահովելը, որ հիմա ծախում են, ասում են տիպը ապարտ հյուրանոց 15% եկամտաբերություն։ Մի հատ բան պետք է մեջ նաև ասեմ, որ 15% եկամտաբերությունը ապահովում է ոչ թե cash flow-ով, որտեղ cash flow-ով կարողես ապահովես 3-ից 5%։ Այլ անշարժ գույքի գների աճով, ասինքն կանխատեսում են այն աճի տեմպը, որ եղել է։ Դուբայը հենց դա էլ ծախում է։ Ասում այսօր կանխավճար դու 30%, այս ժամանով, այս քո 30%-ից որ դու հիմա ֆիքսում ես այդ պայմանագիր, կավարտեմ 2 տարի հետո իր աճը այդ ընթացքում կլինի 15-20%, ծախի փող աշխատի։ Հետո կարող դնես իրան աշխատացնես մի 2-3% կարող դրա վրա եկամտությունը ապահովես, բայց հենց որ շենքը սախ լծվի, այս կողքի ռայոնը ֆոնտանը այդտեղ առաջանա, պալմանը այդտեղ մեծանա եւ այլն, այդ մոմենտին արդեն կարողանաս թանկ ծախես ու մոտերապես մի 5 տարվա ընթացքում 2 անգամ թանկով ծախես։ Դրանով ապահովում ես 20% եկամտաբերություն։ Բայց մենք նոր ենք մտնում այդ տերմինոլոգիայի մեջ հանրապետությունում։ Դրա համար ոնց որ типа слышал звон, но не знаю где он. Ոնց ուզում է, տենց էլ ներկայացնում է։ Դա իսկ եթե հետ գնանք մեր թեմային ապագան հենց այդ մի պահին հասանք եւ 15 թվականին մեր Վայիկ Շամիրյան, որ Լաստիվի ռեզորտով սկսեց զբաղվել եւ կառուցել մեր համագյուղացիա գյուղի թորը։ Ինքն ժամանակ գենոքան իր դաչաներ, տուններ պապական ռեմոնտանը։ Դե առաջացավ միտք, որ
ճիշտ կլինի ունենանք զարգացման հիմնադրամ, որ կանանք ինչ-որ մի process-ներ կառավարենք եւ դրա շրջանակներում մի քանի ռազմավարություն մշակվեց USAID եւ EV Consulting-ի հետ համատեղ 15-16 թվականներին գնաց երկար քննարկումներ համայնքում թե mission vision statement ինչի համար այն մտքերով որ 2005 թվականին պապան ինչ-որ բաներ ասկսե այդ մտքերը ինչ-որ մի մասը հասունացել ինչ-որ մի բանը ցույց տա որ սա անհնարին է ինչ-որ մի բանը մեր գյուղի համար ինչ-որ մի բանը մեր գյուղի համար չի զուտ տնտեսական process-ների մասնախոս գնում եւ այդ ամեն ինչը պետք է ինչ-որ կայունացվի եւ կայունանք development plan ասինքն այդ որ նշում է պետությունը կոպիտ ասած երկու գործառույթով պետք է կամ օգներ կամ խանգարեր այդ development plan-ի մեկի հարկային եւ ամենակարևորը այդ երկու հատ process-ը որը տալիս է ստաբիլություն երկարաժամկետի մեջ որ դու հանում ես բիզնեսից եւ այդ տնտեսվարողից հանում ես անկախանտեսությունը քաղաքական որոշումների տեսանկյունից այդ որ թվականի մասին է խոսքը 15 թվականի մասին է խոսքը 15-16 թվականին այդ ամեն ինչը սկսեց մշակվել որ տեղից է ոնց որ լսած կլինենք որ կան նպատակ Ենոք Հավան 250,000 տարեկան տուրիստի տրաֆիկ ապահովել, որը կունենա սեզոնայնություն իր պիկով օգոստոս ամիս, որ 250,000-ից 33%-ը օգոստոս ամսվա վրա է անգնելու։ Եվ այլն, բայց 250,000 հոգանոց տրաֆիկը միջև չկայնար ֆիքսվեր թե ինչն է նպատակը, դժվար է պահանջել թե ինչքան քեզ ջուր է պետք համայնքին, ինչքան հոսանք է պետք, ինչքան կոյուղի է պետք, այդ կոյուղաջրերը ոնց են հավաքագրվում։ Այդ սա զոնինգը եւ այլն գնում է։ Ոնց որ հիմա արդեն կան Երևանում եւ Երևանից դուրս խոշոր պրոյեկտներ, հա, ինչ որ 20 հեկտարի վրա, 30 հեկտարի վրա, ինչ որ շինարարական եւ development պրոյեկտներ են անում։ Այդ նույն process-ները, որ defense housing-ը, հա, տիպ այստեղ այսքան շենքեր լինելու, այսքան դպրոց պետք է լինի, այսքան մանկապարտեզ պետք է լինի, տրանսպորտ եւ այլն։ Այդ սա ճարտարապետական հաշվարկներ է։ Հիմա այդ հաշվարկները իրականացնելու համար պրոյեկտներ որ տանում եմ առաջի բանը որ մտքով ստացվում է արդյոք կոյուղին հաշվել են։ Կանալիզացիա։ Ես իրականում բանը Սևեռնի պրոսպեկտը որ հավաքում էին, եւ ոսմա այսքան մարդ որ այստեղ հավաքվել է Սևեռնի պրոսպեկտի տակ կոյուղաջրերը որտեղ են գնում։ Եթե սող միաժամանակ գան եւ ապրեն եւ գնան խոսքի իրիկունու բան իրանց կարիքներով նոպկի սխում են հրաապարակ այդ ամեն ինչը դες գանա թե որտեղ 22 թվականին թե երբ եկան պատուկը 22-23 թվականին ռուսները եկան հա 22-ին այդ երեթե այդ մի տարիներ չէ որ Սևեռնի պրոսպեկտի սաղ բնակարանները մարդեր ապրում դե Հայաստանը չանակ ինչքան բնակարան կար սաղ տեղերը ապրում են մարդիկ գարաժներն էին վարձով տալիս ստացվում է ոնց որ տիպը կոյուղաջրերը հաշվել են ոնց որ թե քանի որ պատոп չեղա ոչ մի տեղ երևի հա մի երկու տեղից բան տենց դուրս տվեց մի երկու բան բայց տենց խոշոր չեպեներ ոնց որ չեղավ իսկ այս ամեն ինչ խես պատմում ուր ես պատմում եմ նրա համար որ 17 թվականին մենք դոգում կարեցանք այս հարցին անդրադարձավ կառավարությունը ներկայացվեց այս ծրագրերի կառավարությանը եւ սկսվեց ինչ որ մի հատ համատեղ գործունեություն ավելի մանրակրկիտ այդ ռազմավարության վրա աշխատանքը հա խի 250,000 ինչ տիպի զոնինգ է դա ինձ ներկայացնում եւ այլն եւ 18 թվականին արդեն այդ պետություն համասնավոր համագործակցության թեման արդեն ինչ որ մի ձևի հավաքագրվել էր կհիշես բան կար Центр стратегического планирования հա հիշում այդ գրասենյակի հետ ակտիվ աշխատանքներ տարվավ վարչապետի հանձնարարությամբ ժամանակային Կարապետյան 18 թվականի ապրիլին արդեն տենց համերաթե սաղ պատրաստեր եւ նախապատրաստում էր Ենոքանի մասին օրենք ազգային ժողով հանելու նպատակով 18 թվականի հեղափոխությունից հետո ոնց որ ջնջեցինք սկսեցինք զանել հա եւ բայց parallel դրան արդեն ինչ որ հողի գների աճերն էր արդեն սկսվել то есть առաջացել է շուկա то есть հայտնել են արդեն գնորդները հետաքրված մարդիկ որ Ենոքավան լսել էին Ենոքավան ինչ որ մի եղել էին հա մարնեն եւ այլն
Եվ 18 թվականին, որ արդեն նոր կառավարությունը կարեցա էլի ներկայացնել, որ սա այս process գոյություն ունի եւ այլն, 18 թվականին իմ քայլը հանուն Տավուշի ներդրումային բանա ֆորում էր առաջի անգամ։ Հիշում եմ այդ։ Այդտեղ կարեցա ներկայացնել վարչապետ, այն ժամանակ տարածքային նախարար Սուրեն Պապիկյան, որ sense բան գոյություն ունի եւ այդտեղ առաջի քայլին է ներկայացնում այս պայմանությամբ master plan, որը եթե այդ բառը այնքան ասել եմ սկսեցին անցալել, բայց ես վերջը կս, բայց մի քիչ կիսատ պրատ, որ դա հայկական տերմինոլոգիայով դա gen plan-ը, քաղաքաշինության կանոնադրություն, Եվրոպայում դա կոչվում է master plan, սովետական բառապաշարով իրենց ներկայացնում է gen plan развития территорий с социально-экономическим обоснованием проекта։ Gen plan-ը, Ոչ թե մենակ նկարչություն եւ ոչ թե ճարտարապետություն, այլ հենց տնտեսական հիմք ունենալու process-ները, որի շրջանակներում կտրած գնում է այդ հարկային օրենսգրքի եւ հարկային ռեժիմի աշխատանքը։ Եթե դու գնում ես ինչ-որ մի հատ հերո տեղ, հայտ դրսի կողքով անցնող մարդ, Սևեռնի պրոսպեկտ չի, հա, ոնց որ Երևանի կենտրոն չի, որ պրոստը մարդիկ շատ են անցնում, այդ 1000-ից մեկը հետաքրքրվեց վերցրեց։ Մենք ասում ենք քիչ մարդ է անցնում, պետք է ստեղծենք իմպուլս, թեխի պետք է գնան այդ ներդրումները իրականացնեն։ Եվ տեխնիկապես այն ինչ որ օրենքի տեսանկյունից օրենքի մակարդակով եւ կառավարության մակարդակով իրականացրեցին անցած տարի, դա Մայլերի ազատ տնտեսական գոտու հաստատումն է։ Ըստ Մայլերի ծրագիրը դա լրիվ գրինֆիլդ է, ոնց որ գնացել են մեծ սարեն վերցրել, որտեղ բնակավայր չկա, կողքին է բնակավայրը։ Մենք խոսում ենք նրա մասին, որ քանի որ խոսքը գնում է ոչ թե տարածքի զարգացում, այլ համայնքի զարգացում եւ մեջի բնակիչների հետին զարգացում։ Այդ նույն processing-ը լինի Ենոքանի վրով արդեն բնակիչների ներգրավելով։ Եվ այդտեղ մեր Ենոքան արդեն Բերկրի գաստրոյարդի մասին եւ թե արդեն շատերը գիտեն։ Մեր գյուղում բնակվող եւ մեծացող Արտուրը եւ իր տղեն Դավիթը հասցրեցին արդեն մի մակարդակի, որը արդեն ճանաչելիություն գոյություն ունի, արդեն գինու արտադրություն ունեն եւ գինի ունեն եւ վաճառք ունեն այդ ամեն ինչի։ Տակի հիմա սա խնդիր առաջանալու է այն մոմենտին, որ արդեն մարդիկ փորձեն այդ հաջորդ level-ին անցնել։ Այսքանը արեցինք, փոքր ընտանեկան բիզնեսը լավ է։ Բայց аппетит приходит во время еды։ Հա։ Կոպիտ ասած, մի դուք ուզում եք, որ այդ master plan-ը լինի, որ խաղի կանոնները տեղի սաղ բիզնեսների համար հասկանալի լինի, ու ըստեղ արդեն կարողանաք, չգիտեմ, ներդրումներ ներգրավեք։ Թվականին արդեն այդ հարցը մեկ անգամ եւս արդեն ներկայացվեց վարչապետ, փոխվարչապետ, աշխատակազմի ղեկավար, մարզպետ եւ այդ ամենին հավանություն տվեց։ Տվեց հանձնարարականներ։ Просто processing-ը շատ դժվար գնաց։ Մեր կառավարությունը մի հատ sense 90-ական թվականներից Հայաստանի Հանրապետության կառավարությունում գոյություն ունի մի հատ sense մեծագույն հարց։ Վարչապետը որ տալիս է հանձնարարական, ով անելը նախագահն է տալի հանձնարարական, հանձնարարականների փաստացի կատարողականը ինչ տոկոս է։ լավ հարց է։ Ես 18 թվականին ինչ որ միտեղ հրապարակվել էր։ Այդ եմ էլի հետքում տալի նյուզում։ Հա։ Որ 17 թվականի բանը նախագահ է ժամանակ, չես տեսնում, այն ժամանակ նախագահ էր մեր մոտ։ Նախագահ 18-ից դարձավ վարչապետ։ Չէ, 17-ից վարչապետ դարձավ։ Տված բանը հանձնարարականների կատարողականը 65% է։ Այն Մալբերի ունեն, չէ՞, այն պետական է։ Այդ Մալբերի այդ Մալբերի մեջին ինչ որ տիպին օֆիցիալ տալիս է 55%, փաստացի որ սկսում ես կարդալ մեջը որպես այո կատարել եմ ինչա գրած, այդպես կեկա մեծամասնությունը եւ փաստացին ենթադրում է որ մի 17-15-20%-ի թեմա է ներկայացնում։ Հասկացա։ Բյուրոկրատիա не работает։ Հետ կասիր, հետքի կովերչի հոդվածը տես լավ տարածում ստացա։ Ահա սիրուն զարգանում է 19 թվականին որ ոնց որ կար վարչապետի կողմից տված որ այո այս թույն միտքա հետաքրքիր բան ես ասեմ
կպնենք, աջակցենք եւ այլն, ինչա դրա համար պետք, գրված էր Colliers International-ի կողմից։ Colliers-ի համար դա Հայաստանի Հանրապետությունում առաջի պրոյեկտն է։ Ու Colliers-ը, եթե Հայաստանում շատերը կարող է չգիտեն, դա Big 4 անշարժ գույքի մեջ։ Պրոստը Հայաստանում չկա, Վրաստան իրան գործում է։ Առաջատար ընկերություններից անշարժ գույքի մեջ։ Վրաստան իրան գործում է։ Իրանք տվեցին իրանց социально-экономическое обоснование, հա, որ քանի որ ջրերի աղբյուրները գտնվում են այս ինչ տեղը, ճիշտ կլինի, որ այս ինչ զոնան լինի հյուրանոցների, ռիզորտների, այսքան համարային ֆոնդ մինչև կարա մեջը հավաքի, հա, խոսքի այս 20 հեկտարի վրա, այս 15 հեկտարի վրա, այսքան, այս 5 հեկտարի վրա, այսքան բան կարող լինի բուտիկ հյուրանոցների համայնքի ներսում, փոքր կաֆեներ, մաֆեներ համայնքի ներսում, ու այդքանը ու իրանք գրում էին իմպլեմենտացիայի ժամանակ ժողովրդի հետ խոսալու եւ ներկայացնելու ժամանակ այդ աշխատանքը փորձում էի նաեւ ես տանեմ, որպես ոչ մեկ չէր խոսում։ Մեկը պետքա խոսա, ես շատ սկսեցի խոսալ դրա մասին։ Դրից եթե գնաց ենթադրություններ, որ դաժե նամակ եմ ուղղել իմ անունով դեպի KGB, որ Չիբուխչյանները մաստեր պլանով սահմանափակում են սաղ Ենոք հավանում հյուրանոցներ կառուցել բացի ապագա ռեզորտի տարածք։ Բայց կարար էլի հյուրանոցներ։ Դե ապագա ռեզորտի տարածքները սահմանափակվել մինչև 250 համար։ Չկներեք 250 չէ, 125 համար ապագա ռեզորտի տարածքները սահմանափակվել, բայց ընդհանուր Ենոք հավանում 350 մինչև ռեզորտային համարային ֆոնդ եւ 50 բան BNB։ Այսինքն կոպիտ ասած 400 հատ կարարներ համար, որից 110-ը ձերն էր։ Հա, պարզ մաթեմատիկա է ու դա այդ սահմանափակում իրենց ներկայացնում էր գեմ պլանները մշակում ան 10 տարվա բանով, ինչա զարգացման պլանով։ 10 տարվա ընթացքում այսքանը որ անեք, այդ դեպքում այս ինչ որ դուք սարքեք, սա հյուրանոցները միջին տարեկան զարգրուսկեն կունենան մոտավորապես 55-60%, որը կբերի նրան, որ այս մարդիկ այս պրոյեկտները իրանց հետ գնումները կայնան ապահովեն 12-13 տարվա ընթացքում, որ կայունություն կլինի որպես development project կգտնվի եւ հետաքրություն ներդրումային ֆոնի համար։ Որովհետեւ եթե գնում է անսահմանափակություն, մենք ստանում ենք ծաղկաձոր։ 21 թվականի, 22 թվականի բումից հետո հիմա քանի շինարարությունն է գնում եւ քանի կոյկատեղ այնտեղ հավաքում եւ ինչ ինֆրաստրուկտուրա։ Այնտեղ մի հատ շենք կա, որ հիմա սարքում են, ավելի շատ բնակիչ ունի, քան ծաղկաձորը այսօրվա բնակչությունն է։ Մենակ մի շենքը։ Բայց իր հետ նաեւ գնեմ անույն դպրոց, մանկապարտեզներ եւ այլն։ Եթե դուք անունը դնում եք բնակելի շենք, այդ ինֆորմացիան պետք է ինչ-որ ձև հասնի կրթության նախարարություն, ասեն, այստեղ այսքան 1000 հոգու համար լինելու է բնակարան եւ մարդիկ բնակվելու են եւ դրա համար մեզ պետք է դպրոցում են վարձով տան այնտեղ տենց։ Հասկանում եմ, եթե դա վարձով է, դա չի կոչվում բնակարան, դա կոչվում է апартамент թողնի։ В апартаментах прописываться нельзя, а в апартамент это временное проживание։ Բայց Հայաստանում օրենսդրությամբ տարբերություն կա։ Դրա մասին է խոսքը, չկա, это եթե սա աշխարհը արդեն ունի, մենակ մենք ենք մնացել, հետա մնացենք, բայց при этом գնում ենք Եվրոպա։ Եվրոպան փագա։ Ապա Ռուսաստան, նույն Ռուսաստանում մեկ այդ արդեն համանախապակումները։ Ռուսաստան արիչը այդ համանախապակումը ոչ թե մարդկանց իրավունքների համանախապակումն է, այլ տնտեսական ապահովումն է, տնտեսության զարգացման կայուն։ Եթե դու ուզում ես տարեկան GDP growth-ը ապահովես 5-6%, դրանով պետք է զբաղվես, ոչ թե տիպը «Я բախտի գնացինք»։ Չի հաստատվում ինչու հիմա։ Չէ, ինչ որ հաստատվել է անցած տարի ինչ որ աշխատանքն է դրվել եւ այլն, պրոստը ես չեմ արդեն դա կապված։ Ես պրոստը 21 թվականից 2019 թվականին հենց ին վրա դուս եկավ Gazelle Finance-ով տարանք լիքը բերեգավորներ Yellowstone Park-ի ոնց որ հաջորդ փուլ զարգացման նպատակով հասանք արդեն գանք սեպտեմբերի վերջ հոկտեմբեր Gazelle Finance-ը հետ եկավ թե բա Yellowstone Park is too extreme։ Իրանք ապագա մենակ ներդրում ասեցին։ Դողում բանալիցին որ մենք ուզում ենք ապագա։ Ապագան ինչքան է պատրաստական էր, բայց ապագայի այդ ծավալուն շինարարության համար արդեն ռեալ սկզբից պետք է լիներ ճանապարհ նոր ապագա։ Այդ ճանապարհի ծրագիրը 16 թվականին ինչքան է World Bank-ի կողմից արդեն հաստատված էր եւ այն ժամանակվա туриզմի կոմիտեով հաստատված էր, բայց փաստացի կառուցվեց 24 թվականին։ Հիմա ունեցանք շինարարական ռիսկերը
ավելի բարձր, քան գնահատում էինք։ Ու այն ռիսկը, որ ընդհանրապես չենք պատկերացնում, որ այդպես բան տեղի կունենա, դա արդեն COVID-ն էր 20 թվականի սկզբին։ Որը ամեն ինչ ավելի թանկացրեց, դժվարացրեց, հա։ Սա թանկացրեց, լիքը բաներ հետաձգվեցին։ То есть դու ժամանակի մեջին այն բաները պետք է արդեն ավարտական ունենայի ու կանայ դրանով արդեն ինչ-որ եկամուտ նոր ապահովես, այդ սա ձգձգվեց։ Ձգձգվեց, խախտվեց, ասինքն գազեր ֆինանսեր։ Պլյուս վաճառքները ձգձգվեցին, որտեղ սա մենակ հայկական շուկայի վրա էին հիմնված, իսկ այն ինչ որ կառուցվում էր, դրա նախագծված էր։ Մեր մոտակա տարիների 65%-ը եկամուտների պիտի ապահովեին դրսի շուկայով։ То есть շատ կոպիտ եմ ասում, ոչ հայերի համար էր դա սարքած։ Հա։ Ու COVID-ը լրիվ COVID-ը այդ ամեն ինչը հետաձգեց, խառնեց, թանկացավ, հա, ճիշտ եմ հասկանում։ Ձեւ փորձեցինք COVID-ի ընթացքում փորձեցինք այդ ռեստруկտուրիզացիա ինչ որ մի հատ հետո ռեստруկտուրիզացիա արեցինք, բայց ոչ մեր ուզած պայմաններով, այլ ընդհանրապես ամեն մեկ իր կներեկարտության համար էշներ քշան։ Բայց գազերից բացի ուրիշ պարտավորություններ կար։ Ամսից բանկի մի հատ գոչ ունեցող վարկային պորտֆելյուն է։ Հա։ Դա եկավ արդեն սեպտեմբեր ամիս հասանք, սկսվեց ինչ որ սկսվեց։ Ու այն ժամանակ էլ քանի որ սաղս ենք եկել, հա, սեպտեմբերի 27-ից մինչև եւ թե ամենաթը մինչև վերջ։ Սաղի մոտ է տրամադրություններն էր, որ այս պատերազմը ազգի համար վերջի պատերազմը լինելու կամ դեսը կամ դենը։ Ելի գույքի կեսը գնաց դեպի աջակցություն ջոկատներին, էշերձեր գնացին, լաչին հասան, ու ընթացքում համասովոր էլի շինարարությունը կանգնած է։ Ու կանգնած է, որ ժողովրդի մեծամասնությունը մոբային տեմպերը շինարարական համասովորի հետ են գան եւ COVID-ի եւ պատերազմի ընթացքում քանի որ սաղը ձևակերպված էին, ոչ մեկին էլ չէին ազատել ընդհանրապես գործից, սաղի մոտ պարապույտ հետ մենակ տված, բայց հարկեր մարկեր եւ այլն սա հավաքվում էր ու այդ ընտանիքներին էլ ինչ-որ մի ձև գալեքսը։ Հա։ Եվ 21 թվականին արդեն իմ կյանքում հայտնվեց հակաճգնաժամային պետություն պլյուս մասնավոր փակ բաժնետերական ներդրումային ֆոնդ։ Անիվ։ Բայց այդ անիվը եւ ընդհանրապես ոնց որ գազել ֆինանսը եթե դա գլխանց պետք է եղել էր equity վերջի պահին ինքը դարավ վարկ, բայց առաջի 3 տարվա համար Equity ասինքն ներդրում էր ելնելու։ Հա, պետք է լինի մասնաբաժնի դիմաց։ Մասնաբաժնի դիմաց, բայց վերջում դարավ վարկ, պրոստը շատ լավ պայմաններով առաջի 3 տարվա ընթացքում, որ տեխնիկապես quasi equity էր։ Հա։ То есть տեխնիկան իրենից ներկայացնում էր այն, որ դուգում ես 2-3 տարի փոքր տոկոսադրույքով դա սպասարկվում է եւ strategy-ն է, որ արդեն 22-23 թվականներին հենց մտնի equity-ին կոնսոլիդացիա անելով ակտիվները մի փակbaşıներական ընկերության մեջ, որտեղ պարալելին այդ ամեն ինչի հետ էլ նաեւ 19 թվականից 18-19 թվականներից գնում էր մեծ ծավալուն investor relations էր, ոնց որ արշավ էր սկսված։ Ներդրողների հետ աշխատանք թե Ռուսաստանում, թե արաբական միություններում եւ այլն եւ այդ աշխատանքը ինձ ներկայացնում էր ստեղծել կապեր, ներկայացնել potential-ը, որի շրջանակներում խոշոր process-ը ինձ ինձ ներկայացնում էր հարցերը, որ ինստիտուցիոնալ ինվեստորների կողմից գալիս էին։ Քանի հյուրանոցա ընդհանրապես տարածաշրջանում, քանի հյուրանոցա այստեղ ակնկալվում որ դա լինի։ Ինչ պրոյեկտներ ընդհանրապես կողքից գոյություն ունեն, cluster effect-ը երբ առաջանում եւ այլն։ То есть ապագան սկսեց լինել Ենոքավանի ինվինոն, առաջացրեց հետաքրություն եւ եկավ մեր կողքը սկսվեց կառուցվել Ալանդ Resort։ Ահա։ Դա իրար հետևից բերեց նրան, որ սկսվեց Լաստիվեր Resort։ Լաստիվերը գյուղի են վերջի։ Հա։ Դա բերեց այդ սաղ process-ները, որ Ենոքանի ռազմավարություն, USAID եւ այլն, բերեց հետաքրությունների UN-ի ֆոնդից, որոնք աջակցեցին Բերկրիին,
որ Բերկրին առաջանը Ենոկավան գլեմփինգ, որը եթե դիշքան հասկանում եմ, դուգում առաջի գլեմփինգն ա եղել հանրապետությունում, հետո այն մնացած առաջացը։ Ինչ առաջին եղել, ասա Ենոկավանն ա։ Но весь этот процесс начал идти. То есть Yell Extreme Park-ը դա տալիս է ոնց որ մասսայական ծառայություններ, թե բացի օդ շնչել եւ անտառում քայլել, ինչ կարելի է անել, ինքը լսում է ծառայություններ, մնացած մարդիկ մեծամասնությունը սկսում է զբաղվել հենց hospitality-ով, հա, հյուրանոցային ծառայություններով, առանց երկար ու բարակ մտածելու, թե ինչ է պետք մեր հյուրանոցում լինի, պետք է լինի քնելու տեղ, հաց ուտելու տեղ, սպա։ Հա։ Այսինքն երբ որ գազելի ներդրումը եկավ, այդ COVID պատերազմը ամեն ինչը ասեցի արագացնենք այն process-ը, որ ինստիտուցիոնալ ներդրողի ներգրավելու եւ ճգնաժամային process-ները կառավարելի սարքելու համար։ Ու տեղ եկավ անիվը։ Դաժե 20 թվականի միջև պատերազմ COVID-ի ժամանակ էլ WTO-ն, WHO-ն գրում են նրա մասին, որ եւ նուբարը Աֆեյան թոքերանում է, որ այս COVID-ի process-ները, սահմանափակումները տևելու են մինչև 22 թվական։ Տուրիստական են իրանց կոմիտեն։ Ասում են, որ տուրիստական շարժը եւ մարդկային հոսքերի շարժը կվերականգնվի 2019 թվականին չափեր 2025 թվական։ Այդտեղ ապա դա իրանց իպոթեզաներ չի բանում։ Դա շատ վախենալու կտորն է։ Այդ մենակ COVID-ի մասով է, չհաշված հետո պատերազմից հետո եւ պատերազմից հետո քաղաքական process-ները որ սկսվեցին։ Դες մենք որպես destination, եթե 19 թվականին հասանք ինչ որ մի հատ պիկի իմանալու, մեզ որպես տարածք իմանալու տեսանկյունից, մեզ որպես հյուրընկալ ազգ անցալու տեսանկյունից եւ այլն 20 թվականը ոնց որ այդ ամեն ինչը ոնց որ չնջեց 20 թվականը COVID-ը եւ պատերազմը իրար հետ, այսինքն պատերազմի հետևանք ավելի շատ։ Հա։ Եվ այդտեղ ոնց որ strategy փոփոխություն, հա, ոնց որ պետք է լինի որպես եթե մենք հիմնարկենք դիտարկը։ Սա բանային է, որ դուք հայրիկը եթե դա ամեն ինչը սկսել էր որպես սոցիալական եւ գյուղի զարգացման միտված միայն ծրագիր եւ դրա անունը բիզնես ընդհանրապես խոսում ենք, որովհետեւ բիզնեսը կարող է ներգրավի ներդրումներ, չէր կոչվում սոցիալական ոնց է կոչվում հիմնադրամ, հա, աջակցական ինչ որ մի հատ project եւ position չէր արվում որպես սոցիալական բիզնես։ Հա, ու position չէր արվում որպես տիպը, հա, ֆիլանտրոպ եմ, հա, ուզում եմ ժողովրդի համար մենակ լավ լինի, ես բանը հաշվի համար ժողովուրդ ջան փող ուղարկեք այստեղ։ Ռուբենին դուք ոչ մեկ չի հավատում, որ այդ մարդը Ռուբեն Վարդանյանը ով է հավատում, որ Հայաստանում որ ինքը ֆիլանտրոպ է եւ իր քայլերը Տաթևում թե Արցախում դա զուտ ժողովրդի օգնել հիմնարկներ ստեղծելու պրոյեկտ է։ Սա էլ մեծամասնությունը մինչև հիմա էլ խոսում են նրա մասին, որ այդ մարդը պրոստը բիզնեսմեն է։ Հա չէ լավ դա Տաթևը այնքան օգտատու է։ Ես քո հետ համամիտ եմ, ես ասում եմ ինչ որ խոսացվում է գյուղական միջավայրերում։ Դե գյուղական միջավայրները մեծամասնությունն է։ Չնայած հա ճիշտ ես ասում։ Այդ մեր իրականությունն է։ Մենք ունենք հիմա մտնող ակտիվ փուլի մեջ աշխատանքային եւ սոցիումի մեջ պետական կառավարման մեջ բիզնեսի մեջ մի generation, որը ստացել է պիտի ստանալ կրթություն 90-ական 2000-ականների մեջ Փեչի տակ դաս սովորող լամպի տակ դաս սովորող երեխեքը ինչ որ տեղ են ասել, բայց մեծամասնությունն է դասարանների քանի հոգանոց դասարաններ 25 հոգանոց դասարաններ էր 2-3 հոգին սովորում են որտեղ իրաց papan ու maman պլետով էին տալի է մեծամասնությունը մանավանդ տղեկի ինչքան շատ ուժ ունես այդքան շատ տանես այդքան տանում ես դրա համար մենք տարբեր տերմինոլոգիայով ենք խոսում MBA-ը հորինել են ամերիկացիները համար որ կայնան բիզնես միջավայրը եւ GR-ը մի լեզվով խոսում մի տերմինոլոգիայով տարբեր ունիվերսիտետների MBA-ը դա բերում ազոտները որ մարդիկ կայնան իրար հետ կայնան խոսան բան չասի հա իսկ մենք մեր մեջ չենք կարող խոսանք
Իսկ բանը խնդիրները սկսեցին այդ կոവിഡ്ից պատերազմից հետո հետ եմ տանում էլի այդ թեմային ասեցի Ապա խնդիրները զուտ իրանից ներկայացնում են շինարարության սմետայի հետաձգում, հա, ավելացում, որը կախված էր երկու process-ով, մեկը COVID եւ պատերազմի պատճառով երկարացում շինարարական process-ների, որտեղ հա, բաներ կային տորմոզային եղել, մատերիալների եւ այլն թանկացում եւ ոչ ճանապարհի արկայացում, ճանապարհի չարկայացում։ որը պետք է 16 Ճանապարհի պրոստը որ զուտ պատկերացում ունենակ, ֆուրը Մոսկվայից հասնում է Իջևան $2000 միջինը։ Իջևանից մինչև Ենոքավան ֆուրի մեջի գտնվող 20 տոննա ապրանքը, Ենոք ապագա հասնելը $750,000։ Ահա սկատես թանկ լինի։ Որովհետև 4 հատ Ուրալա եւ այդ ամենը ինչը բռնաթափել Հա, հա։ Թանկ է, հա։ եւ պադիոմ Հա։ եւ ճանապարհի չարկայություն։ Դրա համար մենակ Ուրալը գազելի հետ ոնց լուծվեց հարցերը։ Սաղի հետ հարցերը սերչերեսնակություն է հիմա լուծում, բայց Չի լուծվել։ Չեն ընդդել է ինչ որ իրանց խնդիրներն է եւ այլն, ասեմ որ մի քանի ձևաչափերով ինչ որ մի ձևի հասանք տարբեր լուծումների, որը չիրականացվեց, բայց մինչև գազելի հետ խնդիրները որ ինչ որ մի տեղ հասան, սա սկսվեց պետական ֆոնդի հետ աշխատանքից։ Այդ ոնց եղավ։ Անիֆի հետ աշխատանք սկսեցիք, Մենք իրանք ներդրում թվականի արեցին։ նոյեմբերին անցանք կոմիտեն ներդրումային, փաստացի պայմանագիրը եւ փողերը կայացանք կնքենք եւ ստանանք 22 թվականի մարտի 3-ին։ Հա։ Այն մի շաբաթ որ ռուսը մտել էր Ուկրաինա։ Ու էլի թազա կուրսը հաստատա 500-ից։ Ռուսական պատոկա գալի, բայց այդ պատոկը ոչ թե տուրիստ է, այլ փախող միգրանտ։ Այն սաղ վաճառքները, որ նախնական ունեինք էլի 2022 թվականի համար դել է։ Ռուսաստանը ձեր համար կարևոր շուկա էր, չէ՞։ Այո։ Դե մենք մինչև 13 թվական մենակ Ռուսաստանի վրա ենք աշխատում։ Հա։ Ու ոնց որ ներդրումը գալիս է։ Ներդրումը գալիս է այդ հարցը բարձրացնում։ Հին պոչը գալիս է շինարարության։ Հարցը բարձրացնում են, որ իտոգում մեր մոտ մի թեթևփոխությունները այն պրոյեկտից եւ ֆինանսական պլանավորումից, որը ներկայացված է կոմիտեին 21 թվականի նոյեմբերին, по факту մի տարվա շիֆտ է։ Փոփոխական։ Հա։ Եվ ունենք խնդիր գոյություն ունեցող վարկային պորտֆելի restructuring անելու հարց, որը ես այդ հարցը բարձրացնում եմ ապրիլին, restructuring-ի խնդիրները ռեալ պետք է սկսվեր ոչ օգոստոս։ Այսինքն վարկային պորտֆելը այդ անսվիզի մեկ է գազելի պետքա ձևափոխվեր, որ կարողանար բիզնեսը դրա տակից դուրս գար։ Այո։ Ճիշտ Դա է ինձ հասկանում։ ներկայացնում էր միայն ԿԲ ըստ մեր ֆինանսական անալիտիկայի ժողովրդով, որ զբաղվում ենք զուտ Excel-ի մակարդակով, հա, հոսքեր, ծախսեր եւ այլն։ Դա երկու բան գոյություններ, մեկը որ այո շինարարությունը ապագայի ավարտվում է 2022 թվականին եւ այսքան համարային ֆոնդ մտնում աշխատգործման մեջ, որը սկսում է գեներացնել այդ եկամուտները, ռեստորանային համալիրի կտորը կուխնյան հավաքագրված է եւ այլն, в общем, այդ էլ է սկսում աշխատել, բայց գոյություն ունի երրորդ կտորը, որ ես ներկայացնում եմ ել եւ ելի պրոյեկտներ, քանի որ ֆինանսավորում ենք, ֆիզիկապես փաստացի ենք մարտ ամիս, որ 22 թվականի ամռան ընթացքում դա չի մտնելու շահագործման մեջ, դες նոյեմբերի մեջ ընկնենք, մեկը low season-ը, ինչ էլ անես մեկը այնտեղ Հա, դե շատ մարդ չի գալու։ Եվ այդտեղ բարձրացվեց հարց, որ եկեք կամ արտաքին ներդրողներ կներգրավենք, կամ եղած բաժնետերերով փորձենք այս ֆինանսավորումը ապահովենք։ Երկար քննարկումներ եղավ մայիս, հունիս, հուլիս, քարակոմ հանդիպումներ, անիվ գազել ֆինանս, Անսվիզ բանկ եւ այլն։ Փուլային լուծման փոխարեն եկան գնացինք փաթեթային լուծման փոխարեն պայմանագիրը էլի աչքերնորս կնքվեց փուլային։ Սկզբից Անսվիզ բանկը տրամադրի իր գումարը, նոր մենք տրամադրենք մեր ներդրումը։ Հա։ Անսվիզ բանկը իր ներդրումը վերավարկավորումը ապահովում է, անիֆը թռնում է։ Թուրքը մտնում է 2022 թվականին ջերմուկ, սաղի մոտ ճնշումը բարձրանում է ջերմնոր անգամ։
Եվ թե Բայց ինչ պատճառով Անիֆի հետ պայմանագիր ա եղել, թե վերբալ պայմանավորվածություն ա Անիֆի հետ պայմանագիրը մեծ եկայրավանների կողմից արկած համաձայնագիր ա եւ նոր կանոնադրություն պայմանագրի մեջ գոյություն ունի մի հատ put option 27 թվականի հունվար գոյություն ունի բիզնես պլանի շեղում 10% վաղաժամկետ պահանջելու, բայց այդտեղ էլ գոյություն ունի նաեւ վերահսկողական ֆունկցիա անիֆի վրա եւ ամենակարևորը արտաքին աուդիտի պահանջ։ Արտաքին աուդիտը 22 թվականին պատրաստել 23 թվականի ամռանը։ Բայց 22 թվականի ըստ իրանց process-ների պատճառով իրանք վաղաժամկետ պահանջում են իրենց գումարները հետ։ Պատկերացրու սիտուացիա գոյություն ունի 2.5 միլիոն դոլարանոց վարկային պորտֆելի երկու ֆինանսական կառույցներում, որից по крайней мере մեկը ոչ адекват է եւ Excel-ով չի ուզում որոշում կայացնել, типа верните мои деньги сегодня прямо сейчас վիճակի մեջ։ Եվ այդ 3.5 միլիոն դոլարանոց վարկային պորտֆելի վրա առաջանում է նամակ, պահանջ ներդրումների հետ վերադարձ հենց հիմա։ Անիֆի կողմից։ Այո։ То есть դու որպես liability co-financial model-ի մեջ ունես եղած մի հատ խնդիր, գոյություն ունի խզով վարկային։ Բայց Անիֆը խիա պահանջում որ ներդրումը վերադարձնի։ Մի հարցը ես մեծ հաճույքով տարբեր ձևաչափերով փոխանցում եմ Անիֆի պետություն պլյուս մասնավոր ներդրումային ֆոնդի ներկայացուցիչներին եւ հին եւ նոր եւ քրական գործերի շրջանակներում մեջ ես քննիչներ եմ այդ հարցը փոխանցում։ Չունեմ այդ պատասխանը։ Ինչ քրական գործի մասին է խոսքը։ Մի քանի այդ հետո է պատմությունը գնաց։ Okay. Ստոպից եղել է պահանջ։ Քրական գործը այդ պահանջի ի ապահովում է ըստ ինձ։ Այսինքն պահանջ ա եղել, դուք բնականաբար չեք Մենք բանակցել ենք, դե ամուրին ճանաչում ես։ Ամուրը մտնում է, ասում ժողովուրդ ջան, ես ինչի մասն եք խոսում, լավ, Տիգրանը տակարյուն է, Արտակը ավելի տակարյուն է։ Ես մտնեմ որպես մեդիատոր, փորձեմ բանակցեմ եւ այլն։ Ներկայացնում են ուլտիմատում 17 կետանոց պահանջներով բոլորը անօրինական եւ ընդհանրապես մեր համաձայնագրից դուրս։ Այդ ուլտիմատումը իտոգում երկու ելք է, հա, կամ սաղ էս դուրդոմի մեջ ասում եմ Իսկ Անիֆը մենակ ձեզնից էր պահանջը, թե մնացած ծրագրերով եք արտած թեմա։ Ես ենթադրում եմ արդեն, հա, ոնց որ գոյություն ունի ֆինանսավորված նաեւ Երեմյանի պրոյեկտներ ֆինանսավորված Անիֆը, բայց հետո ոնց որ կարդացինք, որ Երեմյանը դուս է եկել։ Անիֆը դուս է եկել Երեմյաններից։ Ենթադրում եմ, որ ընդեղ էլ է մոտավորապես նույն process-ը։ Просто Իրանց դեպքում կարողացել են գումարել։ Ինձ թվում է просто деньги любят тишину, ես էլ եմ 2.5 տարի սուսեմ։ Հա։ Это Рубен говорил. Деньги любят тишину. Это Сколково нам всем обучали. Типа надо попытаться решить вопрос кулуарный. Кулуарные вопросы не решаются, потому что нету человека, принимающего решение. Եվ այդ ուլտիմատուման հետ իտոգում Անիֆի ամուրը գնում է բանակցում մի ամիս եւ այլն ասում ենք լավ օգտվում ենք ձեր պայմանները հետ կանչեք ձեր պահանջը Անսվիզ բանկը արդեն ասում է լավ օքեյ ենք եթե արտաքին ներդրող չգա եղած գոյություն ունեցող financial model-ը ներկայացրեք եւ մենք կփորձենք վերավարկավորենք վարկերը այնպես որ գոնե EBITDA-ն լինի +1 դրամ То есть եկամուտի հաշվին կանան գոնե վարկերը սպասարկիկ մինչև այս հարցի ինչ որ մի հատ այլ ձևաչափով հանգուցալուծում։ Բայց մեր 22 թվականի խորհրդի նիստի ժամանակ մեր գործընկերները բարձրացնում են հարց, որ իրանք չեն ընդունում բյուջեն 2023 թվականի համար։ Քանի որ գործընկերներ Անիֆը թե Գազելը թե Անսվիզը։ Անիֆը բարձրացնում է հարց որ բյուջեն իրանք չեն ընդունում, քանի որ ինքը մինուսավոր է, բայց EBITDA-ն պլյուս է, просто այդ պլյուսը չի ելիքը եղած գոյություն ունեցող գրանցված վարկային պայմանագրերով սպասարկումը դրան։ Օպերացիոն եկամտաբերա, բայց բանկի ամորտիզացիաներն ու բաները վարկերը չի կարողանում սպասարկի։ Ասես բանկի ներկայացուցիչ խորհրդի անդամ չի, բայց խորհրդում դիտող կարգավիճակ ունեն ըստ մեր համաձայնագրի երակով։ Հարցը բարձրացնում է, որ մենք օքեյ ենք restructure անենք, այս ամեն ինչը։ Եթե դուք ձեր պահանջը մենակ հետ կանչեք։ Ոչ, մենք մեր պահանջը հետ չենք կանչում եւ գնում ենք միջև վերջ։
այդ օրվանից մինչև դրան հասնել եմ, որ սա սկսեց թեժանել, դրանից հետո սկսել եմ ավելի ուշադիր լինեմ բոլոր արձանագրություններին թղթով ֆիքսելով եւ տակը ստորագրություններ դնել։ Այդ կարևոր է իմանալ։ Սա խնդիրը զուտենա, որ այդ ուլտիմատման 17 կետերի մեջ գոյություն ունեն պայմաններ, որոնք ռեալ քանդեցին մեր շինարարական ընկերությունը 2003 թվականից Տավուշի մարզում գործող պրոստը սնանկությունը, որն է 170 միլիոն դրամ հիմա հարկային պարտավորություններ ունի։ Բայց այդ հարկային պարտավորությունները եւ այդ հարկային պարտավորությունները առաջացրել են այն պատճառով, որ անիֆի պահանջով շինարարական ընկերությունը թող հենց հիմա պայմանագիրը լուծարեք, հաշիվները դուրս գրեք, ավարտական բանը հաշիվները դուրս գրեք ինվոյսները, բայց ապագան է չենք տալի օքեյ, փողերը փոխանցելու։ Հա։ Դրանից առաջանում է շինարարական ընկերության մոտ 56 միլիոն դրամի հարկային պարտավորություն փաստացի։ Հա, հաշիվը դուրս գրած չի, ՆԴՍ-ը գոյացել է։ Շինարարական հիմնարկ սկզբից տենց տրակեց 2023 թվականի սկզբին, հետո լիքը հարցեր գոյություն էին, որոնք իրենց ներկայացնում են ըստ ինձ, или это очень тупая попытка рейдерского захвата, ու ես առաջի անգամ կամերայի տակ այս բառերը օգտագործում եմ։ Կամ էլ просто տուպիզմ է։ Մի բանի մասով որ ասեմ մարդիկ կհանեն իրենց դիպլոմները ցույց կտան, որ իրանք խելոք տեղեր են սովորել եւ մի հատ էլ աշխատանքային գրքույկը ցույց կտա, որ իրանք լիքը տեղ աշխատել են, բայց փաստացի է ինչ որ արվել է, իրենց ներկայացնում է կազմակերպության 20 տարվա կազմակերպության 25 տարվա պրոյեկտի փորձել ջարդել եւ սատկացնել։ Հիմա ինչ վիճակում է գործը։ Հիմա գործը ոչ միտեղ չի շարժվում։ Բայց ապագան կա գործում, չէ՞։ Ապագան միշտ էլ լինելու է, վեճները չդնեք, ասում ենք։ Ապագան դա մարդիկ են։ Այդ մարդիկ միշտ էլ ընդեղ են լինելու, միշտ էլ հյուրընկալելու են։ Ապագան դա մենակ ինչ որ շենք շինություն չի կամ ինչ որ երևույթ չի այս ներկայացնում։ Ապագան դա ներկայացնում է մի հատ մեծ ընտանիքում գոյություն ունեն եւ չիբողջանների մեծ ընտանիք, եւ գոյություն ունեն մեր աշխատակիցների իրենց ընտանիք։ Միակ ձևաչափ, միակ լոգիկան, որ ընդհանրապես ապագան է, սա 20 տարին աշխատում է ամառ ձմեռ տարին 12 ամիս, ես ներկայացնում եմ, այ խտա ձմեռը գործ չունենք։ Այդ մարդկանց ինչ որ մի բան զբաղացնել։ Ելի տնօրենը որ Սոնան Ղևոնդյան այս մարդկանց հետ 4 տարի, 5 տարի աշխատում էր ամեն ձմեռ, երեխա անգլերեն էին սովորում, ռուսերեն էին սովորում։ Երբ որ գործ չկա։ Առաջի բուժօգնություն եւ այլն, այնքան է մարդիկ ինչ-որ մի բանից զբաղվում են, որ իրանք բարձրանում են գործի, հաճախորդը գոյություն չունի, դրա փոխարեն մարդիկ զբաղվում են իրանցով։ Հա, ինքնակրթվում։ Այո, սաղ էս դուրդովիմիր սոնային ներբերնե չէի, քեզ դիմում է գրեց, ասեց, ել չեմ կարող գնալ այդ։ Մենք իրար հետ երբ էինք բզբզում 18-19 18 թվականին հա ոնց էր 19 միջև կոവിഡ് է հա то есть այն ժամանակվանից սա խնդիրը կանում է նրանում որ для того чтобы ապահովեմ ելի տարբեր սցենարների զարգացումը եւ այդ 19 թվականին ստացանք առաջարկներ եւ հրավերներ Վրաստանում բացվենք, ստացանք հրավեր 20 թվականին պետք է մասնակցենք Южной Կորեա տենդերի եւ ստացել ենք այդ հրավերը ինչ որ պաշտոնական անձի կողմից պրոստը մեր էջին էին գրել որ մենք սա բան ենք ուզում անենք, ձեր մասին լսել ենք, տեսել ենք, ուզում ենք որ դուք մասնակցեք այս տենդերին։ Արդեն ելի հաջորդական process-ներ պետք է գնար, որ թե ապագան դա զուտ տեխնիկական տեսանկյունից հա, ոնց որ շինարարություն, հա, պետք է շենք հավաքես, ռեմոնտ անես, կրավատները դնես, processing-ը դնես, լվացք, մաքրազարդում եւ այլն եւ հյուրընկալություն, ելը պետք է լիներ ֆրանշիզա, որը արդեն պետք է եղել էր վաղուց տարբեր։ Բայց հիշում եմ դու դրա մասին շատ էիր խոսում։ Իտոգում սաղ կանգնած է, այս 2.5 տարի ինձ ոչ ելով եմ զբաղվում, ճիշտ ասած, մինչև ու ասես հիմա սաղ ժողովուրդով այնտեղ վերևը կա անձամբ ճանաչում եմ անուններով, ազգանուններով, սաղ ինչ եմ ճանաչում։ Հա, որտեղ զբաղված ես, 2.5 տարի է, ես լավ ճանաչում եմ հարկային օրենսգիրք, աշխատանքային օրենսգիրք,
Իրավաբանների հետ ես շփվում։ լեզվիկ արդեն եւ երևի թե այս տարի շուտկի ընդունվեմ, եթե հրավիրի ԵՊՀ-ն ընդունվեմ բան իրավաբանական ֆակուլտետ։ Մինչև գործերը ավարտվի դիպլոմն եք ստանամ։ Ինքդ քեզ դատարանում պաշտպանես։ Չէ, կայնամ Հիմա կառավարեմ այդ։ ինչ քրեական գործեր կան գիտության վրա։ Դե նախ եւ առաջ ինչ որ մեկը պետք է տա պատասխան, որ իմ մայրիկին ասել են, որ ինքը փող յուրացող անձ է։ Հա։ Բայց մենակ մայրիկը չէ, դու մի ասա սա ընտանիքս է այդպես։ Այդ մի գործով գտնեմ մի հատ առանձին գործ, դա այն ժամանակվա արդեն ասացինք չենք կարող դեր փողերի հետ վերադարձնենք, այդտեղից հետո սկսեցին ստուգումներ, անիմաստ գրություններ դեպի խառը պետական կառույցներ, որոնք անիմաստ ու անհասկանալի պատճառներով ընդհանրապես այդ գործերը հարուցում են։ Որտեվ խոսքը գնում է նրա մասին, որ մարդիկ բողոքում են առանց խորհրդում հարցը բարձրացնելու, առանց external audit-ի report-ի կարդալու եւ ընդհանրապես corporate governance-ից դուրս ձևաչափով մինչեւ էտել աշխատալը ոճը վերցնում են գրում են մի հատ ռեֆերատ դեպի դատախազություն, ասում են, որ մենք այս հարցով չենք ունում զբաղվենք, թող մի հատ քննիչ զբաղվի եւ խեղճ քննիչը պիտի խորանա եւ հասկանա թե ինչի մասն է խոսքը։ Եվ գործը հարուցվում է նրա վրա, որ մարդիկ ասում են մենք այսքան ներդրում ենք կատարել 797 միլիոն 250 հազար դրամ ներդրում ենք կատարել, դիմացը ստացել են 25%, բայց մեր 797 միլիոնից փող են յուրացրել մի խումբ ընտանիք, որը աբսուրդ է։ Ինչի։ Որովհետև եթե դու որպես գործընկեր, հրավիրել ես գործընկեր, դառել ես partner, Այսինքն ծրագիր պետք է իրականացնես դուք ձեր անձնական մասնաբաժինը այդ վաճառել հարցը եք, սկզբից մինչև, հա, մեր 25%-ից, մեր 100%-ից, 100 չէ, 70 քանիս 85%-ից 25%-ը վաճառվել է անիֆին, մարդը մտել է խանութ, փողը տվել է ուպակովքի փոխարեն տոկոս ավերցրել։ հա, բայց այդ փողը պայմանով է, չէ՞ տվել ոնց պետք է պայմանով, ծախսի։ որ պետք է այսքանով արվի, այս ինչ բան է, այսքանով պետք է արի, այս ինչ բան է։ Իրանց ասելով այդ չի արվել։ Իրանք ասում են, որ այս ինչ բանը արված է, այս մի բանը արված է, բայց այս մի կտորը մենք ենթադրում ենք, որ այստեղից այսքան գումար յուրացված է։ Եվ այդ հարցը չի բարձրացվում խորհրդով, այդ հարցը չի բարձրացվում աուդիտորին արտաքին, որ հարգելի աուդիտոր արտաքին, որ գործ ես անելու, մի հատ կարաս, մի հատ նայես այս մի կտորի ինչ է ներկայացնում։ Հա, ու այդ գործերը տենց շարունակվում։ Ու դա պրոստը մի հատ ապրանքի փոխանցման մասին է խոսքը, մի փողը փոխանցված է Ռուսաստանի ելիից, ինչ որ հիմա արդեն հավաքած է, այն roller line կոչեցյալի։ Հա, Մատերիալի փողը փոխանցած եւ մոնտաժի փող։ Իրանք այդ հարցով գնում են դեպի միանգամից դատախազություն։ Ասում են, այստեղ փողը գողացած։ Կարակ բարձաբանեք։ При этом մինչև այդ ասում ենք, մեր փողերը հետ տվեք, ուլտիմատիվ։ Ասում ենք, չենք կարող դեր փողերը տակ, բայց ուլտիմատումի հետ համաձայն ենք, հետ կանչենք։ Այնց հետո մեկը ասում է, չէ, մենք ուզում ենք մեր փողերը հետ։ Ասում ենք, փակ բաժնետերական ընկերության օրենքի համաձայն, մեր համատեղ պայմանագրերի համաձայն պահանջում եմ 30 օր գրված է, պետք է բանակցենք, հարցը բարձրացնենք, քննարկենք։ Նոր եթե ինչ կարան գնանք արբիտրաժ։ այդ քննարկումները չի արվել։ Իրանք մերժում են այդ ամեն ինչը։ Просто հիստերիկի նման մեր փողերը հետ տվեք։ Դրա համար եմ ասում, это чистой воды попытка рейдерского захвата։ Իսկ քննիչները ինչ են ասում։ Ոչ մի բան, քննիչին տեսել եմ մի անգամ 23 թվականի ամռանը, մեկ էլ մի 3 շաբաթ առաջ։ Հա, Երկրորդ անգամ դրանից հետո։ Հատ փորձակնություն ա գնում, թղթե պետքա հանձնենք, թղթերը տվել հանձնել։ իսկ ապագա մեջ սնանկության գործն է սկսել ու կառավարիչը դրված։ Այո։ Եվ պետքա արդեն վաճառքի ծրագիրը հաստատած, պետքա շուտով կամ սկսվի կամ չսկսվի աճուրները։ Բայց մենակ ապագայի չէ, սա որպես երաշխավոր ես եմ, մայրիկս է, հայրիկս է։ Ձեր ունեցվածքն է։ Այո, նո, այդ ունեցվածքները սա ենոքավան, ինչ որ բան գոյությունի, պրոստը ցանց մեծ սա փորձում են գտնել։ Արդյոք իտոգում ես մարդիկ սաղ կյանքն են դրել այնտեղ, թե շուտիկի ինչ մի բան պահել։ Ինչ որ մի տենց որ կվարտիրա։ Հա, քուրս որ ընդուվեց Բարսելոնա,
Ինչ որ մեկը տեն շուխուր էր գցել, որ տիպը papan Բարսելոնա բնակարան առը անիֆի փողերով, որս համընկել է պայմանագիրը կնքելը եւ Մաշայի ընդունվել է։ Հա։ Բայց ձեր ունեցվածքը ոնց հասկանում սա ընդեղը։ 2009 թվականին հայրիկը ասաց, «Всё, մենք տեղափոխվենք Հայաստան եւ Մաշը պետքա գնա առաջի դասարան Հայաստանում», ասինքն ասում է պետքա գնա Ենոքավանը։ Մաման դեպքում դեմ եղավ, որ Մաշը չգնա, որ Մաշը պետքա գոնե Երևան դեպքում գնա։ Papan սախ կապերը Կտրեց։ գարաժ, կվարտիրա, բիզնես եւ այլն եւ ինչ կա չկա, սախ փաստացի սենց Ենոքավանը։ Ընտանիքս մինչև անիվի ընդհանրապես հայտնվելը այնտեղ թաղածա մի 14-15 միլիոն դոլար թաղած։ Այսինքն ձեր ոնց որ 20 տարվա ավել աշխատանքը, ներդրումները ամեն ինչի հիմա ռիսկի տակ է, որ լրիվ կարող կորցնեք, հա։ 2020, 21, 22 թվականների ընթացքում այդ 3 տարվա մեջ պետ բյուջե համախառը հարկերը 350 միլիոն դրամից ավել փող է փոխանցված։ Հա։ Ինչ որ մեկը փորձում է ինչ որ մի ձև ասի, որ ես այնքան տուպո եմ եղել, որ ոչ թե հարկերով եմ փորձել փող աշխատեմ, այլ Անիվով գործընկերոջս ներդրումից փող կողեմ։ Մի քիչ աբսուրդ է ինձ ներկայացնում։ ավելի երես ձև էր կար։ Այդ եմ ասում։ Նույն հարկայինով էր, որ արդեն շնորհակ բանա, քրական գործը որ հարուցված է, էլի ասում եմ, մի նույն պայմանագիրն է շինարարության 19 թվականին սկսված, մինչև 23 թվականը լուծարված, 22 թվականին լուծարված։ Այդ նույն պայմանագրի ընթացքում գոյացված է ընդհանուր 350 միլիոն դրամ հարկ շինարարական ընկերության։ Այնտեղ եկամտահարկ բայց ամասնությունը շահութ հարկ համարը չկա։ Այդ 350 միլիոնից 170 միլիոնը 200 միլիոնի մոտը փոխանցված է պետբյուջե։ Այն տակի կտորը որ առաջացվել է եւ չի փոխանցվել։ Դա այն մոմենտին է, որ անիվը պահանջում է, ասում է ուլտիմատում, կամ սա անում ես հենց հիմա, կամ ես փողերը հետ եմ տալու, հետ եմ պահանջում եւ գնալու մինչեւ վերջ։ Ասում եմ լավ, կներեք, չգիտեմ ինչով եմ ձեզ նեղացրել։ Բայց ուլտիմատման մեջ անընդունելի պայմաններ գոյություն ունեն ընդհանրապես ընդունում եմ։ Հայրիկը չի լինելու Ենոքավանում, ֆիզիկապես ասում են Ենոքավանը առանց բուխչանների, փաստացի ես տենց եմ կարդում դա։ Որը կգա կհրապարակի այդ նամակը, թող սա կարդեմ։ 17 կետով ամեն մի կետը, այն մի կետից անընդունելի։ Հիմա այդ քրեական գործով է սահմանափակված։ Սա այդ նամակը քրեական ով կանչում է այդ նամակը տալիս։ Այդ նամակն էլ նամակի մեջի գրածները ինձ որպես ուլտիմատում ֆիզիկապես կարդ բանա ներկայացնում են նոյեմբերի 9-ին 22 թվականին 2 տարի անց նույն նոյեմբերի 9-ը հաջորդ օրը քանի որ շատ կետեր կար խնդրեցի գրավոր ուղարկել իրենց մեյլով, դոմեյնով ամեն ինչ ստորագրության պետական ներդրումային հակաճգնաժամային ժողովրդին օգնող եւ այլն փաստացի ռեալ կառավարիչներին կոնկրետ Փափազյանին առանձին ծափահարություններ իսկ ինչ ալնելու ինչ ես կարծում ինչ է լինելու պայքարը ինչի համար է չէ պայքար ինչ որ բանի դեմ չի լինում պայքար ապագային միտված հա այդ ապագան այն ինչ որ նկարված է այն ինչի երազանքը գոյություն ունի ինքը իրականացվելու է տարբերությունը զուտ թայմինգն է եթե ուզում եի արդեն սկսեմ այս ամեն ինչին դիտարկեմ որպես doing business project development project նոր հյուրանոցային մասնաշենք պետք է արդեն այս տարի կառուցելուց էինք եղել համատեղ շինարարությունը փորձել եք չէ ինչ ես ձեր մոտ երբ էի 4 ամիս առաջ էի ընտանիքից բերեցի ես չմնացի բայց դա ոնց որ լրիվ չէ մնացած օպերացիոն հարցեր է ոնց որ լամպուշկեն վարվում է լամպուշկա պետք է փոխել սա ոնց որ զուտ շահագործման խնդիրները փաստացի գործող երևույթները ամեն թղթաբանական եւ այդպես հարցեր ավելի շատ հա ոնց որ այս ամեն ինչի հետ կախված ու զուտ իմ էներգիայի հարցը
եթե ես 19 թվականին ունակ էի Նարեկ Ամիրխանյանին համոզեմ, արի գնանք համատեղ Ենոքավան ինչ-որ մի բան բզբզենք, հիմա ես ունակ չեմ ոչ մեկին համոզելու, որ ապագան այնտեղ լիք հետաքրքիր բաներ գոյություն ունի, 10 տարի հետո էս ինչ բանն է լինելու եղել։ Ու իտոգում մենք արդեն կամ այդ ամեն ինչը գնալու է դեպի անկման, բայց սա ինչ որ մի հատ պերիոդ է։ Հայրիկ 2001-2 թվականին որ սկսեց այդ $1000, 2000 եվրոներ եւ այլն ուղարկել է այստեղ ինչ որ բան բզբզել է 2005-ից որ սկսեց արդեն փող աշխատել ավել։ Հա 100,000-ներով, 200,000-ներով այդ փողերը գալիս է։ Հանդեղ հետ գնման հարցեր բարձրացրած։ Չէ, այստեղ ապելակերպ է։ Եվ Ենոքավան համայնքի տեսքը, եթե պրոստը ես մի երկու անգամ զապրոս ուղարկել եմ, որ չլինեմ Գալասլովնի ոնց է երեն։ Չգիտեմ։ В общем, որ մեկը ստուգի իմ թվերը, ու ես այդ թվերը չհրապարակեմ, թող մեկը բարձրացնի 2010 թվականից։ Ну, գիտեմ ոնց է, բայց շատ ժարգոնով գիտեմ, չեմ ասի։ Ժարգոնով եմ ասում։ 2010-ից մինչև 2015-ը Ենոքավան վարչական տարածքում գրանցված բիզնեսներից հավաքագրված հարկի չափ եւ 2015-ից մինչև 2020 թվական 22 թվական լավ գոյացված հարկեր քանակություն յուղի բյուջեն 12 միլիոն դրամ էր հիմա խոշորացված է ոչ մի չգիտի ինչքան է բայց հաստատ աճել է։ Եթե 350 միլիոն դրամը մենակ ես եմ ուղղված։ То есть իմ հետ փոխկապակցված, իմ հայրիկի եւ իմ կողմից ստեղծված հիմնարկներով 4 հատ հիմնարկ է։ Մենակ դրանցով եթե քան գումար փոխանցված է։ Մի հատ կապիտալ ռեմոնտ ճանապարհ են անում Ենոքանի ճամփեն տրասից մինչև Ենոքան կապիտալ ռեմոնտ է արված։ Հա։ Տրաս յուղից գյուղամեջից մինչև գյուղամեջ այն մեր Չիբուխչյան Ալբերտնա սարքե իր փողերով տակի գրունտը պապանալացրել մինչև այդ վերի ասֆալտը Չիբուխչյան Ալբերտնա Մոսկվա բնակ մեր բարեկամն արել բայց շուտ է արել հիմա արդեն մաշած է այդ մի կտոր էլի բաց թողած է գերեզմանների տակից մինչև ապագա կառուցված է մեր երաշխավորության ներդրումային որպես ծրագիր եւ այլն ինֆրաստրուկտուրա взамен ինվեստիցի բայց World Bank-ի ծրագրով ոչ թե էկոնոմիկայի նախարարության որը պետք է կառուցվեր 2017 թվականին դեռևս անցած տարի վերջապես կառուցվեց բայց առանց իմ հետ համաձայնացնելու այդ ճանապարհը դարավ ոչ թե 5.5 մետր լենություն որ 2 հատ ավտոբուս կարողանան անցնեն այլ անունը դրել են չորրորդ կարգի ճանապարհ եւ 4.30-4.5 մետր լենություն որ երկու ավտոբուս մեկը վերև իջնելուց մեկը բարձրանալուց իրար խփել տալու հավանակությունը շատ անցած տարի մայիսին ճանապարհը սարքած է մինչև հիմա չգիտեմ շահագործման ում է հանձնած բայց արդեն 4 հատ ավարիա եղել է Ինչ ավարիա տենց նեղության պատճառով նեղության իրար 3 հատ բավարարոտ որ մարդիկ իրար չեն տենում այդ սա հարցերը գալիս է զուտ որ հայկական պետական բյուրոկրատիան ստեղծված է 91 թվականին 91-ից մինչև 2000-ականները բյուրոկրատիան շատացվել է աշխատատեղեր ստեղծելու նպատակով պետբյուջեի հաշվին մարդկանց փող տալու եւ այլն ինքը աճել է դառել մի հատ անհասկանալի մոնստր քանակական տեսանկյունից 750,000 հոգի մարդ փող է աշխատում կամտահարկա վճարում այդ 750,000-ից 250,000-ը պետական աշխատողներ են 250,000 Դա ճիշտ թիվ է Կարակ ստուգեք, в общем, մետևից ասեք տիպը այն ինչ եմ, հա։ Նար 150,000-ի կարգ, 150,000-ը, 140,000 գրանցված իրավաբանական անձ գոյություն ունի, որից 100,000-ի կարգին ԱԾՆ-ներ են։ Հա, ԱԾՆ-ները ամենաշատն են։ 3,500 նա եղած եղածը բանա, փակ բանատրական ընկերություններ։ Այն որ ԱԾՆ-ների մեջին լիքը փոխկապակցված մոմենտներ գոյություն ունեն, որ իրենց ներկայացնում է զուտ հարկատեսակի մեջ տեղավորվելու պատճառը հետևանքային խնդիր, բայց փաստացի այդ նշանակում է, որ այս հայերը իրար հետ աշխատելու ձևը չունեն։
կարան պայթի տրակին 50-50 հասկացողություն կարա լինի։ Հենց որ ինչ որ մեկին առաջարկում ես 25%-ից պակաս թիվ։ Ասում եմ, ես ինչի մասն ես ընդհանրապես խոսում ցավը տանեմ։ Դες այդ սաղ processing-ը իրավական ձևակերպումների հարաբերությունների այդ տոկոսային հարաբերությունը տարբեր ձևաչափերով լինի կապված ֆինանսական արդյունքների հետ եւ այլն, այն մենք դրան ունակ չենք, մենք նոր կարող ենք դրանք սկսենք սովորել։ Կապիտալի շուկա հասկացողություն եւ вообще corporate governance հասկացողություն չունենք։ Դե Ոնց հարկային է իմ անիֆի հետ խնդիրները ոնց ես ընկալում հասկանում եմ այս պետության։ Ինձ թվում է սկսվեց ոնց որ նրա նման ոնց հարկային էին զանգում էր ասում էր պարոն Չիբուխչյան 4 երամսյակում դուք ավելի քիչ հարկ եք վճարել քան 3-րդ երամսյակում։ Դե ասեր որ ծմերա։ Ստեղ ոնց որ նույն բանն է, ոնց հարկային տեսուչա, թե ոնց են կոչում հարկային ժողովուրդը, որ գալիս են ստուգում են եւ այլն։ Ասում եմ, եթե մարդը այսքան տպելա չեք, ուրեմն մի այդքան էլ չի տպել։ Թաքցրել է այսքան էլ շրջանառություն։ Ոնց պետական մարմնի, լյուբոյ մարմնի պետական աշխատող չի հավատում, որ իր քաղաքացին ինչ որ ներկայացրել է դա ճիշտ է, նույն ձևաչափով էլ պետական ներդրումային հակաճգնաժամային ֆոնդի ներկայացուցիչներ պահանջում են ինձանից կամերաների դոստուպ։ Դե երևի սա գալիս է նրանից, որ մեր հասարակությունը վստահության հասարակություն չի, այլ անվստահության հասարակություն։ Չէ, բայց պետք է ունենք մարդկանց մեծամասնությունը բիզնեսները երբ չեն վստահում։ Համամիտ եմ, բայց մենք ունենք փոփոխություններ։ Չէ, մենք ունենք աճ։ Մենք 12 թվականին կապուչինո չունեինք, այսօր բարձեցինք դրա մասին։ Այսօր կապուչինո խմում է լիքը մարդ, լիքը մարդ։ Ու ինքը դաժե էժան է ավելի, քան 2400 դրամը Մարիոտի։ Հա, ավելի էժան կա։ Այսօր կակած գալիս էի կոֆի խաուսի մասին կարդացի, որ քրեական գործահարուցվել է հարկեր չվճարելու պատճառով առանց շատ մեկնաբանությունների դրա մեջ։ Բայց դա էլ է աբսուրդ։ Մենք ունենք բիզնես հասկացողություններ, որոնք հասկանում ենք, որ սա բիզնես ժողովուրդը ստեղծագործ եւ ստեղծարար մարդկանց քանակությունը փաստացի իրենց ներկայացնում է քանի շտուկ 20000 հոգի մարդ շատ չեն հաստատ։ Ինձ թվում է էլ քիչ է 10000, իսկ մարդավարի հարսանիք կարան կանենք։ Ներմուծող ու նույն ձև վերավաճառողներին որ հանես, թողես են բիզնեսները, որ ինչ որ ձևով հա ստեղծարար աշխատանք անում են, քիչ են ավելի, հա։ Չնայած ներմուծող ու վերավաճառողն էլ լիքը գործ անում եք։ Չեմ ասում իրանք չեն անում։ Չես կարող ասես չեն անում։ Չեն անում։ Հենց իրանց էլ հետը։ Հենց իրանց էլ հետը։ Սաղ իրար հետ, որ ընդհանրապես ասում ենք, տիպը լավ, մենք կարանք այստեղ ինչ-որ մի բան անենք եւ գոյացնում ենք հնա փաստացի Հայաստանի Հանրապետության։ Դա իրենց ներկայացնում է ֆիզիկապես շտուկը մարդկանց տեսանկյունից քանակական։ Ինձ թվում է մինչև 15000-20000 հոգի մարդ, որոնք ստեղծել են ցեպոչկա մինչև 150000 իրավաբանական անձ ԱԾՆ-ների տեսանկյունից, ՍՊ-ների տեսանկյունից եւ ՍԲ-ների։ Փոխկապակցված ինչ որ ձևով։ Չէ, դա փոխկապակցված հարց չի։ Դա գույություն ունի մի հատ մեծագույն կտոր, որ ոնց բյուրոկրատիան է 91 թվականին գերմանացիք եկել են նկարել են, ասել են հայեր ջան, դեմոկրատիան սա է եւ դեմոկրատիայի բյուրոկրատիան սա է։ Նույն ձևի էլ ինչ որ մեկը եկել է ասել է, էս էլ հարկային օրես գիրքն է այս բյուրոկրատիայի հետ աշխատելու։ Բայց ոնց բյուրոկրատական այդ ինչ որ նեմեսները տվել են, ոնց իրա վրա սկսեցին աշխատել մարդիկ, որոնք պատերազմից հետ եկան ու սկսեցին ամեն-մեկը իր փայ ադյալը քաշել իրանց վրա, սկսեցին այնտեղ հարկային արտոնություն ըստեղ, բյուրոկրատական ապարատական ինչ որ մի հատ իջոտություն ըստեղ, բայց ինձ էլ մեքենա պետք, ոնց կարող են վարչության պետ էս ինչ բանի առանց մեքենայի։ Այդ սա բյուրոկրատիայի մեջ նշվում է, չէ, որ ծախսագրվի հետագայում եւ բյուջետավորվի այդ ամեն ինչը։ Հա։ Նույն ձևաչափով մենք ունենք ստեղծած հարկային օրենսգիրք, որը եկել է ինչ-որ խելոք մարդ տվել է, բայց հարկային օրենսգիրքը դա կակրաս այդ տնտեսվարողների իրար հետ աշխատելու խնդիրն է, որը տալիս է հանգստություն ինձ եւ քեզ իրար մեջ գործունեական համբերություն ունենալու եւ մեր մեջի աուդիտը անողը դա հարկայինն է եւ մենք հարկայինի պետք է վերաբերվենք եւ հարկայինի հետ աշխատենք որպես աուդիտոր внешний
որը տարին մեկ անգամ, 3 տարին մեկ է եւ այլն գալիս է ստուգումը եւ ինձ որպես գործընկեր եւ քեզ որպես գործընկեր ասում այս մարդը սաղ չեկերը տպում է այն մարդկանց քանակությունը որ մոտներ ձևակերպված են սաղ 100%-ով ձևակերպված են Հա, խիչի մեր մոտ այդպես մեծամասնության բիզնեսների մեջ որովհետեւ ֆինանսական պատոկները փաստացի չեն կարող բռնեն ծախսերի հետ եւ մենք դաժե NDS-ին ենք վերաբերվում որպես ծախս այն պատճառով որ չենք կարող մեծանդեր NDS-ը հաշվանցենք քանի որ մեր գործընկերների մեծամասնությունը առանց NDS-ի աշխատող երևույթներ են արանքը մենք ունենք մի հատ ինչ-որ մի հատ process որտեղ առավոտը արթնանում են ասում են միկրոբիզնես առանց շրջարկի է մի տարին անցնում է ասում են այս միկրոբիզնեսի կողմից դուրս գրված հաշիվները չես կարած ընդհանուր հարկային ռեժիմի մեջ աշխատող կազմակերպություն չեն կարող ծախսագրեն դրա մասին ասում են տարվա վերջին որ հաշվապահը ընդհանրապես չի էլ նայ այս մարդը որ հաշվը դուրս գրի ինքը միկրոբիզնես է եղել թե շրջարկով աշխատող ինչ-որ մի կազմակերպություն է եղել հետո գալիս է մի տարի անցնում ասում է չէ մենք հանում ենք ընդհանրապես այս միկրոբիզնեսը եւ այլն չի կարելի տարին մեկ անգամ, 2 տարին մեկ անգամ խաղի կանոնները փոխել։ տարին մեկ անգամ չի լինում, մի քիչ ավելի Մի քիչ ավելի շատ, հա, չէ, այս տարի էլ բան է, չէ, թազա բաները, բան է, այսինքն այդ 10%-ը հաշվանցումները հա, բայց եւ այլն։ սերվիսի համար էդի տենց Սերվիսը սատկում է։ ու ընկերներից էս Ամենաբանը այն է, որ սերվիս է տալիս, ամենաբանը հաշվանցումները այն է, շատ որ փոքր մենք են։ խոսում ենք սահմանները բացելու, բացես բաներից անչա ճանապարհները բացվելու, սահմանները բացվելու հարցի մասին ենք խոսում։ Հայկական Ղարս քաղաքում NDS-ը 4%։ Թուրքիա։ Թուրքիա։ Որ ասի հայկական Ղարս հետ գնացի պատմության մեջ ու մտածում եմ այն վաղտեն դες քարտը չէ։ Հիմա կա։ Մենք դեռ NDS-ը միշտ Հա, մեր վրա միշտ հարկ դրած է։ խնդիրը կան նրանով, որ դոգում մենք գնում ենք եւ Եվրասիական միություն եւ Եվրոպական միություն։ Այս մեկը աշխատում է սովետական գոստով, այս մեկը աշխատում է եվրոպական ISO-ներով։ Հա, բայց մենք մաքսային միության Ես դոգում հիմա ռուսական ստանդարտներով ենք արդեն աշխատում։ Դա հետա, բայց մի կողմից էլ եվրոպական միություն են գնում։ Չեմ կարող կողմնորոշվում, ես դոգում պոլս անեմ հասարակական տարածքի եվրոպական նորմատիվներով, որտեղ այսենց գրքերա գրած դրա մասին, իր ջուրը վեն անգնի, մարդը չսղա անգնի եւ այլն հարցեր է գրած։ Թե ռուսական գոստով, որտեղ այսքանը կարելի, այսքանը չի կարելի, թե հայկական իրականություն, որտեղ աղբերս այնքան է աշխատի։ Ամենայժան պրեզգրանիտով ու որ NDS-ը կարենաս ծախսակրես։ Դա եթե այսինքն բաները չի կարելի, թե խի այդ վաղտ այդ իջ ապրանքները ներմուծվում ընդհանրապես Հայաստան։ Չէ, դե շատ խնդիրներ կա միանշանակ է։ Բայց այդ խնդիրների մեջ առաջին հարցը կարգավորել, որ կայնա մնացածը կայնա կարգավորվի, դա ռեֆորմ բյուրոկրատական ապարատի մեջ, որ եթե չեմ անձնականացնում, եթե վարչապետը տալիս է հանձնարարական տակի ժողովուրդը այդ բյուրոկրատիայի մեջինը սաղ ցեպոճկով եւ սիստեմատիկ հանրականացնան եւ զարգան իրականացնեն եւ դրա մասին լինի պատասխան։ KPI-ի մեջին տված բանն է, ինչը հանրական է smart տված։ Մեր մոտ ներքևից եթե ոչ ինիցիատիվա գնում է դրա մասին ընդհանրապես ոչ մեկ ոչ մի տեղ չի հասնում ու չկա այդ ինիցիատիվան 7 հատ փոխնախարարի պաշտոն ունենք ազատես պայդրության հանրապետությունում 7 փոխնախարար 6-ն է 7-ն է 5-ն է թե 7-ն է դե իմ պատկերացմամբ շատ մարդիկ չեն ուզում գնան պետական ոլորտում աշխատեն։ Ну, ամենայն դեպս իմ շրջապատում։ Չէ, իմ շրջապատում էլ բանն էլ նա որ այդ մարդիկ բավական մնացել են, հլամ։ Այդ միշտ է տենց եղել։ Խնդիրը չմա կանեմ, որ դոգում մեկը պետք է սկսի հասկանալ, որ ռեֆորմները պետք է սկսվեն ոչ թե կրթության, մրցության եւ այլն process-ները, հենց բյուրոկրատիան դա փաստաթղթերի շրջանառության հարցներ են ներկայացնում։
Ես որպես Dodge ես էլի ուզում։ այո, ես Elon ուզում եմ, Musk-ը հա, մի ասես։ հատ հրթում։ Ամենակարևորն է նա, որ մեծամասնություն չինովնիկների ամեն մեկն էլ արդեն վաղուց ունի նախապատրաստած բիզնես պետական համակարգից դուրս գալուց։ Թվում է սաղս էլ մի հատ այն չինովնիկի հետ խոսած հանդիպում եւ զրույց ունեցել են։ Դե ո սաղ կյանքս չինովնիկ չեմ աշխատելու, պետք է մի օր գնամ թոշակի կայնամ հանգիստ կյանքս վայելեմ։ Դրա համար ինձ այդտեղ մի հատ փոքր բան, ռեզորտիկ եմ հավաքում, փոքր հյուրանոց եմ հավաքում, չգիտեմ ինչ եմ անում եւ այլն։ Դա օրինական չի, չէ՞։ Պետական աշխատողը Ոչ, չպետք է понятно. բիզնեսով զբաղվի։ Без понятия. Փաստացի դե յուրե явно չեն զբաղվում թղթերով։ Այդտեղից է էլի այդ 80,000-ը թե 100,000 ածների քանակությունը։ Հորքուրի հարևանի կնոջ Հա։ Ես էլ այսօր Խավորի հետ անունով։ պետական ներկայացուցիչների եւ մանավանդ ներկայացուցիչների խնդրում եմ ինձ փոխկապակցել բոլոր երեքամանցիների հետ։ Մենակ Սևան վիդեոյի հետ չբանում։ հասկաց։ Մեր տրադիցիոն հարց տամ։ Ինչն է քեզ ոգևորում։ Չգիտեմ այդ հարցը քեզ։ Ու հիմարև ես այս 2-3 տարվա ընթացքում չէ՞ ես այնքան էմոցիոնալ բաներ եմ, ես կաչուկներ եմ անցել։ Բայց ու ամենակ բանն էլ է նա, որ հետո որ կնոջս չեմ ժամանակ բացատրեմ, թե խի եմ ինչև հիմա այդ բաների դուք հավանով զբաղվում։ Նայած ստացվեց, որ պատերազմը սկսելու օրին կայնեի հետ Շուշի էինք։ Կայնեն էլ 8-7 ամիս հղիություններ առնելու։ Եվ Արնոն ծնվեց 20 թվականի նոյեմբերի 30-ին։ 3 շաբաթ անց Պատերազմից։ Հա, это Кайна потом говорила, типа, это мы просто попали под раздачу. Երկու աղջիկ վերջում տվը։ Եվ հղի էր վերջի պատերազմի ընթացքին բան ընթացքը։ Այս ժամանակ մեջս մի մոտիվացիա, որ ինչ էլ անում ենք, նրա համար, որ սա լինի վերջի պատերազմ։ Само собой նպատակով հաղթելու են մինչև քուրը գնալը եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ ինձ թվում է այդ մոմենտին մեծամասնությունը հենց այն դու ինձ թվում է այն որ ինչ որ բանակից փախողներ եւ այլն այդ ինչ մասսայական երևույթ չի ընդհանրապես իրենց ներկայացրել։ Բակրեմի ես շրջապատից մեջ չունեմ ինչ որ տես անուններ։ Ես էլ չունեմ, իմ ընկերները սա մինչև աշխարհվել են։ Արնոյի ծնվելուց հետո եւ թե սա այդ դուրդող process-ը անցել են զուտ պսիխոլոգիական կայացել են տակից դուրս գամ զուտ Արնոյի հարկայության եւ իր մեծանալու process-ը տենալու Քեզնես լավ հասկանում եւ սաղ այս տարիների ընթացքում էլ ինչ որ տենց հա ժամանակ բան են ամ չէ Տիգրանը Չբուխչյանները Քոչարյանը կանեն Սերժա կանեն Նիկոլա կանեն տենց ով գալիս է դրանցական ինչ որ մի հատ տենց process-ներ ա գնում Այս պայդրությամբ ինչա կանեք Ապա Չբուխչյան վաղինակի ծորեմ Չբուխչյան Սրաֆիլի թոր ապա Չբուխչյանի տղա Արնո Չբուխչյանի ածեց Բայց այս սաղ իդիոտությունը որ իրենց emerging marketing միջազգային ասած աճող շուկա, հա развивающийся, ոչ թե աճող, а развивающийся. В этом развитии есть куча факторов. Развитие бюрократии, развитие налогового кодекса, развитие градостроительного комплекса եւ այլն. Ուզում եմ գոնե, եթե պապան ինձ ինչ որ մի ձև կայացավ մոտիվացիա սիրահարեցնի եւ այդ ցանկությունը առաջացնի որ տիպը ես գամ պապայի մոտ ոչ թե պապան ասի տիպը Հայաստան, այլ ես գամ պապայի մոտ ասեմ տեղափոխվում եմ Հայաստան որ այս տարիների ընթացքում ինձ մաս աղես ընտանիքները մեկ գոյություն ունի այդ անդրդրությունը բախ մեր երեխեք խի պետք է այս դուրդոմի մեջ սովորեն խի պետք է այս դուրդոմի մեջ ապրեն եւ այլն գոնե սա ունեն ինչ փոքրեմ ես եմ ստանում սա ունեմ պլան B դու չունես պլան B ես չեմ ուզենամ պլան B որ այս եկի հետ կապված չի ես չեմ ուզենամ ունենա պլան B զուտ որովհետեւ ես հավատում եմ որ մենք կարանք ստեղծենք այն երկիրը որտեղ մեր երեխաները
ոչ թե մենք զաստավիտով իրանց ստեղ կապրացնենք, այլ իրանք կունենան ցանկություն ապրեն եւ գնան ստանան կրթություն Ուղղակի աչքերը բացելու համար, ոչ թե որտեղ Հայաստանի կրթությունն է վատ։ Դրսում կրթություն ստանալու հարցը իրենց ներկայացնում ազոտ աչքերը դա բացվում, որ сколько-ով ընկա բանան, չէ, Boston ու MIT շոկի մեջ էի։ Որ вообще Հայաստանից ընկա сколько-ը առաջի օրը մոտս շոկ էր 40 հոգի մարդ ինձանից ավելի խելոք կողքս հավաքված էին։ Հայաստանը որ երկար մտնում ես ոնց որ սահմանափակվում է, ասենց ուղղղել, մտածելակերպ պատել եւ այլն։ Զուտ արտաքին կրթություն ստանալ, դրսում կրթություն ստանալը դա այն որ այն տարիքի մեջ ես որ ծախսի մասին ինքդ քո ծախսի մասին այդքան շատ չես մտածում, միշտ հավատում ես որ ծնողները եթե ինչ մի քիչ փող կուղարկեն, ու այդ մի կտորն է որ կարող ես այնպես ոնց որ գուպկի նման սա քաշես քվերա մտնում։ Դրա համար եմ օքեյ արտասահմանյան կրթության process-ների։ Չէ, դա լավ է, աշկերը լավ կներ, որ մեր այստեղի կրթություններն է տալու համար էլ մեզ դիտարկեն Հայաստանը որպես տեղ, որտեղ կարելի է ուղարկել երեխաներին կրթվելու։ Ու ոչ միայն մեր Հնդկաստանի բարեկամներ, որոնք գալիս են բժշկական են սովորում։ Հա։ Շուտկի մենք էլ ունենք պոլիցեյ եւ ենթադրում եմ այնտեղ կլինեն արդեն ինչ-որ երեխեք, բայց բակրային մեր չգիտեմ ինչքան է վարձը։ Ոչ չեմ ուզում խորանամ այդ, չեմ խորացել երբևէ եւ թվերից ոչ տեղեկություն չունեմ։ Բայց այն որ սաղ տեղափոխվում են հիմա ինչ որ ակադեմիկ գարադոկ պետք է տեղափոխվեն, Երևանը դառնալու առանց ջահելների քաղաք։ Կաֆեների շրջանառությունները ռիսկի ընկնելու։ Չգիտեմ։ Կոֆի խաուսի как минимум։ В общем, մոտիվացիա չի, երեխեքն են, ուրիշ մոտիվացիա չեմ կարող։ Հա։ Մոտիվացիաս այդ հողի հետ կապն է եւ Ենոքանի հետ կապն է եւ հավատալ որ հավատում եմ որ Ենոքավանը տարածաշրջանի Կրուշավելից ավելի բարձր մակարդակով համայնք է լինելու, որտեղ արտաքինից ժողովուրդը կուզենան գան եւ իրանց հանգիստը վայելեն, իրանց կորպորատիվ միջոցառումները անցկացնեն եւ եւ չգիտեմ, դիրքն է լավ։ Կուզենայի որ իմ երեխեքը ну как минимум առնան այն հասուն վաղ արդեն հասնելու ժամանակ Ենոքանը ունենա այն ինֆրաստրուկտուրան, որ ինքը երկար չսկսի համոզել իր կնոջը, որ արի ապրենք Ենոքանում եւ երեխեքը գնան Ենոքանում դպրոց։